Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Կեղծաբար սնանք հայտարարվելով, խնդրեցի գլխիս վրա մի տանիք։ Իմ հարուստ երեխաները դուռը փակեցին իմ դեմքի առջև։ Միայն իմ կրտսեր որդին, աղքատ ուցուցիչը, ապաստան տվեց ինձ, պատրաստել վաճառել ամուսնական մատանին, որպեսի կերակրի ինձ։ Իսկ առավոտյան իմ փաստաբանը եկավ մեծ գումարի չեքով, եւ այդ պահին իմ երեխաների դեմքերը անգնահատելի էին։ Եվ նախքան շարունակենք, խնդրում եմ ասեք, թե որ երկրից եք եւ քանի տարեկան եք։ Մեզ շատ հաճելի է ճանաչել մեր լսարանին։ Հաճելի լսումներ։ Դրան խփոցը իմ դեմքի առջև ամբողջ հանգիստ փողոցով տարածվեց։ Անին, իմ ավագ դուստրը, նոր էր փակել դուռը իմ դեմքիս առջև, առանց մի կրծքոցի։ Ես խփեցի երկրորդ դուռը, Արթուրի տունը, միջին որդուս։ Նա մի փոքր բացեց դուռը, բառացիորեն մեկ ափի չափով, ձեռքիս մեջ խցկեց ծալքոտված 300,000 դրամ եւ անմիջապես դուրս հրեց ինձ աստիճանահարթակ, մրմնջալով ինչ-որ բան իր մասնագիտական հեղինակության մասին։ Երկու երեխա, երկու մերժում, երկու ուղիղ հարված մոր սրտին, ով ամբողջ կյանքում ապրել էր նրանց համար։ Բայց երբ խփեցի երրորդ դուռը, ամենափոքրն ու ամենահեռուն փողոցի վերջում, հեռու հարուստ թաղամասից, ամեն ինչ փոխվեց։ Բացեց Դավիթը, իմ կրտսեր որդին, դպրոցի ուսուցիչը, ում աշխատավարձը ընտանիքի չափանիշներով ծիծաղելի էր համարվում։ Կողքին կանգնած էր Նարենը, հարսը, ում բոլորը արհամարում էին, որովհետև ոչ փող ուներ, ոչ էլ հայտնի ազգանուն։ Նրանք նույնիսկ չմտածեցին, պարզապես ներս ընդունեցին ինձ ցրտից, կարծես թե ուրիշ կերպ լինել չէր կարող։ Այդ գիշերը, նստած նրանց հին ու ընկճված բազմոցին, լսեցի, թե ինչպես խոհանոցում շշնջում էին, որ գուցե ստիպված լինեն գրավատուն տանել ամուսնական մատանիները, որպիսի ինձ ուտելիք գնեն։ Նրանք չգիտեին, որ ես լսում եմ ամեն խոսքը։ Նրանք չգիտեին, թե ով եմ ես իրականում։ Իսկ հաջորդ հարավոտյան, երբ այդ փոքրիկ տանը եկավ իմ փաստաբանը Ռուբենը, երբ ճշմարտությունը բացվեց բոլորի առջև, Անիի եւ Արթուրի դեմքերը այլևս հպարտ չէին։ Դրանց վրա մաքուր սարսուր կար, որովհետև նրանք նոր էին կորցրել ամեն ինչ։ Եկեք վերադառնանք սկիզբ։ Հենց այն պահին, երբ որոշեցի այս փորձը կատարել, այն գիշերը, երբ վերջապես հասկացա, որ ես ինքն եմ մեծացրել հրեշներին իմ իսկ փողերով։ Ամեն ինչ սկսվեց 3 շաբաթ առաջ, իմ գրասենյակում, Երևանի բիզնես կենտրոնի 20-րդ հարկում։ Ես Մարիամ Հովանիսյանն եմ, 35 տարի զրոյից կառուցել եմ տեքստիլ բիզնեսը, ստեղծել եմ խոշոր ընկերություն, որը հիմա մատակարարում է գործվածքներ եւ հագուստ երկրի հիմնական առևտրային ցանցերին։ Երբ 12 տարի առաջ մահացավ ամուսինս, բոլորը վստահ էին, որ ընկերությանը վերջն է։ Գործընկերները ձեռքերը շփում էին, մրցակիցները դանակներ էին սրում, մտածելով, թե ինչպես կբաժանեն մնացածը։ Բայց ես չհանձնվեցի։ Աշխատում էի օրական 18 ժամ, հասկանում էի ամեն բաժին, որով նախկինում զբաղվում էր ամուսինս։ Ինքնս նստում էի բանկերում, գլուխ էի կոտրում միջազգային մատակարարների հետ, դիմանում էի խոշոր հաճախորդների հիմար կմահաճույքներին, ովքեր կնոջը մեր բիզնեսում մարդ չէին համարում։ Կուլ էի տալիս այնպիսի նվաստացումներ, որոնցից շատերը պարզապես կպարկեին եւ այլևս չէին վեր կենա։ Ես ոչ միայն պահպանեցի ընկերությունը, այլև առնվազն 5 անգամ մեծացրի այն։ Եվ գիտես ում համար էի ամեն ինչ անում։ Իմ 3 երեխաների համար, որպեսզի նրանք չիմանան, թե ինչ է նշանակում մանկությանը սովից ստամոքսը կծկվել, ինչպես իմ մանկության ժամանակ, որպեսզի ունենան հնարավորություններ, որպեսզի կրթությունը բացի ցանկացած դուռ նրանց առջև։ Անին սովորել է արտասահմանում, թանկարժեք շվեյցարական դպրոցում։ Հետո ես վճարել եմ նրա էլիտար բիզնես կառավարման ծրագիրը։ Միայն այդ ուսման համար տվել եմ ավելի քան 70 միլիոն դրամ։ Արթուրը ընդունվել է մայրաքաղաքի հեղինակավոր բժշկականի վճարովի բաժին, հետո վճարովի օրդինատուրա, ստաժավորումներ։ Նրա կրթության մեջ ներդրել եմ շուրջ 120 միլիոն։ Միայն Դավիթը, կրտսերս, ընտրել է սովորական պետական մանկավարժական համալսարան, ուզել է ուսուցիչ լինել։ Մյուս երկուսը տարիներ շարունակ ծաղրում էին նրան դրա համար, ասելով, թե տաղանդը դպրոց է տարել, կոպեկներ է վաստակում։ Ես նրանց տվել եմ ամեն ինչ, ինչ կարող էի՝ բնակարաններ, մեքենաներ, ճամփորդություններ, կապեր։ Ամեն անգամ, երբ զանգում էին, ես հանում էի չեկային գրքույկը, փոխանցում էի, լուծում էի։ Նրանց ցանկացած խնդիր ինձ համար դառնում էր հերթական վճարում։ Ես դարձել էի սեփական երեխաների համար շարժվող բանկոմատ։ Բայց այն հունվարյան երեկո, երբ մենակ նստած էի դատարկ գրասենյակում եւ նայում էի երեխաներին տրված բոլոր նվերների ու օգնությունների ամփոփագրին, ներսում ինչ-որ բան ճաքեց։ Մեկ օրում ստացել եմ 3 զանգ, 3-ն էլ կարծես պատվերով։
Անին ուզում էր մոտ 60 միլիոն դրամ խոհանոցի վերանորոգման համար իր կոթեջում։ Դիզայները նոր կոնցեպտ էր մտածել։ Արթուրը խնդրեց գրեթե 40 միլիոն ինչ-որ ընկերոջ շատ հեռանկարային բիզնեսում բաժնետոմսի համար։ Իսկ Դավիթը, իմ Դավիթը, զանգեց միայն հարցնելու, թե ինչպես եմ ես ինձ զգում, արդյոք շատ չեմ հոգնում։ Այդ տարբերությունը գլխիս հարվածեց ինչպես մուրճ։ Երկուսը հիշում էին ինձ միայն, երբ փող էր պետք, եւ մեկը, ով զանգել էր պարզապես իմանալու, կենթանի եմ, ամեն ինչ կարգին է։ Հենց այդ պահին որոշեցի. կկազմակերպեմ ամենակոշտ ստուգումը, կանհետանամ։ Կարծես սնանկացել եմ եւ փողոցում եմ մնացել առանց ոչինչի։ Եվ կգնամ նրանց տները, կարծես թե տեղ չունեմ գնալու, կխնդրեմ ապաստան։ Ուզում էի տեսնել ով կբացի, ով կամաչի, ով կհիշի, որ ես նրանց մայրն եմ եւ ոչ թե երկու օդքով հաշիվ բանկում։ Զանգեցի Ռուբենին, իմ հին վստահելի փաստաբանին, միակ մարդուն, ում վստահում եմ։ Ասացի, որ ունեմ անսովոր խնդրանք եւ նա ստիպված կլինի լեզուն գծել։ Նա փորձեց հետ պահել ինձ, ասաց, որ սա չափազանց կոշտ է, վտանգավոր է 61-ամյա կնոջ համար, փողոցում ամեն ինչ կարող է պատահել, բայց ես արդեն որոշել էի։ Պետք էր իմանալ ճշմարտությունը, տեսնել նրանց մերկ սրտերը, առանց այն դիմակի, որ տալիս է իմ կապիտալը։ Ես դրեցի բոլոր թանկարժեք զարդերը սեյֆում, հանեցի ոսկե ժամացույցները, մատանիները, շղթաները, ամեն ինչ այնտեղ։ Կամիսիոնում գնեցի հին հագուստ, գունաթափված մոխրագույն վերարկու, որը հոտում էր նավթալին, մաշված տաբատ, էժան կոշիկներ կեղտոտ կաշվով։ Տանի ձեռքերս հողով քսեցի, մի քանի օր չլվացի գլուխս, մազերս անխնացի ու պոչով կապեցի։ Վերցրի հին մաշված պայուսակ, ներսը գցեցի մի քանի պարզ բաներ եւ փաստաթղթեր, մի քանի մանրուքներ, հավաստիության համար։ Հետո նայեցի հայելու մեջ եւ չճանաչեցի ինձ։ Իմ վրա նայում էր ինչ-որ մոխրագույն հյուծված կին։ Նման նրանց, ում սովոր ենք չնկատել մուտքերի մոտ կամ կայարաններում։ Ես նման էի անօթևան մարդու, նման էի մեկի, ում ոչ ոք չի ուզում տեսնել իր դրան մոտ, եւ հենց դա էր ինձ պետք, որպեսզի ամեն ինչ ստացվի։ Պլանը պարզ էր, բայց դաժան։ Ոտքով կգնամ նրանց տները, կխփեմ, կասեմ, որ ամեն ինչ կորցրել եմ, տեղ չունեմ գիշերելու, խնդրում եմ ապաստան, մինչև խնդիրներս լուծեմ, եւ կնայեմ նրանց դեմքերին, կլսեմ խոսքերը, կդիտեմ ժեստերը։ Ճշմարտությունը միշտ դուրս է գալիս, երբ մարդիկ ժամանակ չունեն ճիշտ արտահայտություններ ընտրելու։ Ռուբենը գնեց ինձ էժան կոճակային հեռախոս, ասաց, որ զանգեմ, եթե ինչ-որ բան սխալ գնա։ Բացատրեց, որ մեքենան վարորդով կկանգնի յուրաքանչյուր տանից 2 թաղամաս հեռու, որ անվտանգությունը հեռվից կհսկի, բայց ես չէի պատրաստվում զանգել։ Սա պետք է իրական լիներ, պետք է ցավոտ հարված էր։ Միայն իրական ցավի միջոցով է դրսևորվում իսկական բնավորությունը։ Առաջին երեկո ես դուրս եկա իմ տաք, կատարյալ կարգի բնակարանից Երևանի էլիտար նոր շենքում։ Թողեցի հետևում փափուկ անկողնային սպիտակեղենը, գիշերային Երևանի տեսարանով պանոնամային պատուհանները, լռությունն ու հարմարավետությունը։ Իջա վերելակով, դուրս եկա փողոց եւ փետրվարյան ցուրտը հարվածեց դեմքիս ինչպես ապտակ։ Հետդարձի ճանապարհ այլևս չկար։ Երկար քայլեցի, ոտքերս արագարյունոտվեցին այդ հիմար հին կոշիկներում։ Պայուսակը պատրվեց, ստիպված եղա իրերը ձեռքերով տանել։ Մարդիկ փողոցում կողք էին անում ինձ, մեկը նայում էր խղճով, մեկը զզվանքով։ Մեծամասնությունը պարզապես անցնում էր կողքով, կարծես ես քաղաքի կահույքի մաս եմ, աղբարկղ կամ հայտարարությունների տախտակ։ Գիշերեցի ավտոկայարանում։ Մեզի հոտը, էժան ուտելիքի եւ աներանելիության հոտը ներծծվեց հագուստիս։ Նստարաններից մեկում մեկը փորձում էր քնել, մեկը պարզապես նստած էր, նայելով մեկ կետին։ Ինչ որ տարեց կին, ով ակնհայտորեն երկար ժամանակ փողոցում էր ապրում, իր հնացած հացից մի կտոր կոտրեց եւ լուր տվեց ինձ։ Ասաց, որ ինքը արդեն 5-րդ տարին է այդպես ապրում, որ երեխաները մոռացել են իրեն, դուրս են նետել կյանքից, եւ հիմա իր տունը կայարանն է։ Մինչ նա խոսում էր, ես մտածեցի, եւ սա ես կլինեմ մի քանի տարուց, եթե հիմա ոչինչ չանեմ, եթե շարունակեմ աչք փակել այն բանի վրա, թե ինչի են վերածվել իմ երեխաները։ Երրորդ օրը ես պատրաստ էի։ Կեղտոտ, քաղցած, մինչև ոսկորները սառած, բայց պատրաստ։ Ես հստակ գիտեի, թե ինչ եմ անելու։ Նախ կգնամ Անիի մոտ, հետո Արթուրի եւ վերջում Դավիթի եւ Նարեի փոքրիկ տունը։ Չգիտեի, թե այնտեղ ինչ կտեսնեմ, բայց արդեն դրան շեմին էի, ճշմարտությունն իմանալու։ Անիի առանձնատունը փայլում էր ինչպես անպարկեշտորեն թանկ խաղալիք հարուստ թաղամասի մեջտեղում։ Դարբնոցային դարպասներ, մինչև միլիմետր սափրված սիզամարքեր, քարե շաթրվան մուտքի մոտ։ Ամեն ինչ գիտեի մինչև վերջին սալիկը։ Ես ինքս էի վճարել այդ տան առաջին մուտքը։ Գրեթե 120 միլիոն դրամ անձնական խնայողություններից տվել էի, երբ նա ամուսնանում էր։ Կանգ առա էլեկտրոնային դարպասների առջև։ Ոտքերս դողում էին ոչ միայն 3 գիշեր կայարանում ու զբոսայգիներում անցկացրածից, այլև նրանից, թե ինչ էի պատրաստվում անել հիմա։ Սեղմեցի դոմոֆոնի կոճակը։ Դինամիկուն կարճ ճռոց լսվեց, հետո լռություն ընկավ։ Ես նորից սեղմեցի։ Լսվեց նրա ձայնը, մետաղական, անտարբեր։
ոչինչ չեմ գնում, թողեք դարպասի մոտ։ Նա նույնիսկ չհարցրեց ով է եկել։ Անի, ես եմ մայրիկը, ասացի զգալով, թե ինչպես է բերանս չորանում։ Լռություն ընկավ, չափազանց երկար։ Այդ ընթացքում կարելի էր մոտենալ դռանը, բացել, գրկել։ Նա լուռ էր։ Հետո դարպասը սեղմվեց և բացվեց ճիշտ այնքան, որ ես կարողանայի սեղմվել։ Քայլեցի քարե արահետով, որն ինքս էի օգնել ընտրել դիզայների հետ։ Ամեն քայլ այդ սալիկների վրա ասես կենդանի մարմնի վրայով էր։ Մուտքի դուռը բացվեց, երբ ես դեռ չէի հասել աստիճանահարթակին։ Անին կանգնած էր դռան բացվածքում, բայց դուրս չեկավ, նույնիսկ շեմը չանցավ, պարզապես փակեց մուտքը իր մարմնով, ասես առջևը կանգնած լիներ թերթիկներ բաժանող գուրգեր։ Նրա վրա վարդագույն սպորտային կոստյում էր, ակնհայտորեն թանկարժեք բրենդ, գնով 1 ամսվա նորմալ մարդու աշխատավարձի չափ։ Մազերը կատարյալ դասավորված, երկար եղունգները նոր էին սրահից։ Նրա ամեն ինչը գոռում էր փողի, հարմարավետության և այն մասին, որ օտար խնդիրներն իրեն պետք չեն։ Նա դանդաղ սահեցրեց հայացքը վրաս, վերևից ներքև, ներքևից վերև։ Այդ հայացքում ոչ անհանգստություն կար, ոչ խղճահարություն, միայն զզվանք։ Մայրիկ, վերջապես արտասանեց նա, ձգելով գառը, ասես անհաջո լիներ լեզվին պահելը։ Ինչ ես անում այստեղ։ Նա չհարցրեց ինչ է պատահել, չասաց մտիր։ Նրան հետաքրքիր էր միայն մեկ բան, ինչու եմ եկել և ինչ հանախորժություն եմ բերում։ Ես հնարավորինս հանգիվտ կրկնեցի իմ լեգենդը։ Ընկերությունը փլուկվել է, բանկերը վերցրել եմ բնակարանը, արդեն 3 օր է փողոցում եմ։ Պետք է քեքուզ 1 գիշեր մնամ նրա մոտ, մինչև իրավիճակը լուծեմ։ Անին լսում էր։ Միայն մի քանի անգամ արագ նայեց ուսիս հետևում, հարևան տներին, փողոցին, արդյոք հարևանները տեսնում են։ Այդ ժեստն ամենից ավելի ցավեցրեց։ Երբ ավարտեցի, նա ծանր շունչ քաշեց և ձայնը իջեցրեց։ Մայրիկ, հիմա շատ անհաջող ժամանակ է։ Ռոմիկի մոտ այսօր կարևոր ընթրիք է գործընկերների հետ։ Ես չեմ կարող սա։ Նա անորոշ շարժեց ձեռքով դեպի ինձ։ Պետք է հենց հիմա որոշեմ, հարցրեց նա։ Դու հո հասկանում ես։ Նա մի փոքր մոտեցավ դրանը, կարծես ծածկելով բացվածքը։ Նման իրավիճակներ շատ անպատշաճ է։ Հարևաններ, խոսակցություններ, հիմա մեզ դա պետք չէ։ Նա ինձ անվանեց իրավիճակ, ինչպես լոգարանում հոսող ջուր կամ տանիքի ճակ։ Ես կառչեցի վերջին հույսից, թեև ինքս ինձ արհամարհում էի դրա համար։ Անի, միայն 1 գիշեր, կպարկեմ ուր որ լինի, ծառայողների սենյակում, ավտոտնակում, խոհանոցում, պարզապես պետք է տանիք գլխիս վրա։ Նա գլուխը թափ տվեց։ Ականջներում տատանվեցին ադամանդե ականջողերը, նույնը, որ անցյալ տարի ծննդյանը նվիրել էի։ 3 միլիոն դրամի քարեր կախված էին դստեր ականջներում, ում եռահարկ տանը տեղ չգտնվեց մոր համար։ Դու չես կարող այստեղ մնալ, ասաց նա ավելի կոշտ։ Դա կհարվածի մեր հեղինակությանը։ Ակումբում բոլորը կիմանան, հարևանները լեզուները կթափեն, ինքդ գիտես, և եթե իսկապես փողի հետ խնդիրներ ունես, քեզ ամենակիչը պետք է Երևանի լիրել։ Դրա մասին հետո կխոսեն, քեզ միայն ավելի վատ կլինի։ Ես հո քո մասին եմ մտածում, մայրիկ, սա քո իսկ բարօրության համար է։ Նա իր մերժումը փաթաթեց հոգատարության թղթի մեջ, ինչպես կոնֆետ, միայն ներսում կոնֆետ չէր, մեխ էր։ Ես քայլ առեցի դեպի շեմը։ Նա անմիջապես հետ քաշվեց և փակեց դուռը, թողնելով միայն նկատելի ճեղք։ Կան ապաստարաններ, շարունակեց նա գրեթե շշնջալով։ Բարեգործական հիմնադրամներ, գիշերօթիկներ ինչ որտեղ։ Դու միակը չես։ Այնտեղ քեզ պրոֆեսիոնալ կօգնեն, իսկ երբ ամեն ինչ կարգի բերես, կվերականգնվես, կգաս, հանգիստ կխոսենք։ Բայց հիմա չեմ կարող օգնել։ Ներողություն։ Նա չէր զղջում, դա երևում էր։ Նա շտապում էր արագ փակել այս տեսարանը և վերադառնալ իր բուխարիով սրահը, թարմ եփած սուրճի հոտով։ Անի, հանգիստ ասացի, ուղիղ աչքերին նայելով։ Ես քեզ մեծացրի, քո տակտիրները փոխեցի, քեզ քայլել սովորեցրի, քո ուսումը վճարեցի, հարսանիքդ, այս տունը, ամեն ինչ ունես իմ փողերով է։ Նրա դեմքը լարվեց, և այդ պահին ես տեսա այն, ինչից ավելի սառը դարձա, քան փողոցում։ Նրա հայացքում ոչ մեղք, ոչ ցավ կար, այնտեղ եղավ գրգռվածություն և հին զայրույթ։ Ասես այս բոլոր տարիները նա կուտակել էր վիրավորանք իմ հերոսություններից։ Հենց դա էլ, մայրիկ, ասաց նա գրեթե շշնջալով։ Դու ամեն ինչ տվել ես, միշտ տվել ես, լուծել ես, վերահասկել ես, ամեն ինչ բոլորի համար որոշել ես։ Իսկ հիմա, երբ ոչինչ չունես, սպասում ես, որ մենք ամեն ինչ հետ կվերադարձնենք, ասես դա ներդրում էր, որը պարտադիր պետք է եկամուտ տա։ Այդպես չի աշխատում։ Ես ունեմ իմ կյանքը, իմ պարտավորությունները, չեմ կարող իմ վրա վերցնել նաև քո ֆինանսական սխալները։ Դուռը փակվեց, հստակ լսեցի, թե ինչպես բանալին պտտվում է փականի մեջ։
Այդ չոր մետաղական ձայնը ասես դագաղի կափարիչ լիներ, որ փակվեց մեր հարաբերությունների վրա։ Ես եւս մի վայրկյան կանգնած նայում էի թանկարժեք փայտից փորագրված դռանը, որի համար էլ ես էի վճարել։ Կողմնային նեղ պատուհանից տեսա, թե ինչպես է Անին վերադառնում հյուրասենյակ, վերցնում հեռախոսը, հավաքում ինչ-որ մեկին եւ գրեթե անմիջապես սկսում ծիծաղել ինչ-որ բանի վրա։ Ես շրջվեցի եւ հեռացա այդ տանից, զգալով ոչ թե ցավ, այլ դատարկություն։ Այն աղջիկը, որին գիշերները օրորում էի, որն ընկած ցնկներով վազում էր ինձ մոտ, երբ վիրավորվում էր, այլևս չկար։ Նրա տեղը զբաղեցրել էր սառը կին, ում համար օտար կարծիքն ավելի կարևոր էր, քան մայրը, ով կանգնած էր նրա դռան տակ ինչպես շուն։ Ես շարունակեցի քայլել, մինչև թանկարժեք մեքենաների աղմուկն ու սոչիների հոտը այդ թաղամասում չփոխվեցին սովորական փողոցներով։ Մինչև Արթուրի ապրած շրջանը մի քանի կիլոմետր էր, ոտքերս հին կոշիկների մեջ այրվում էին, ոտնաթաթերը արյունոտված էին։ Ամեն քայլը աչքերի առջև սև միջատներ էր առաջացնում, ստամոքսը քաղցից կծկվում էր, գլուխս պտտվում էր, բայց կանգ առնելու մտադրություն չունեի։ Պետք էր ստուգումը մինչև վերջ հասցնել, պետք էր իմանալ արդյոք բոլոր երեքն էլ նույնն են, կա արդյոք ուրիշի մեջ թեկուզ մի կաթիլ մարդկայնություն։ Արթուրի տունը այլ էր, ժամանակակից, ապակի եւ մետաղ, հարթ գծեր, նվազագույն զարդարանքներ։ Ինչպես ինքը, սառը, ֆունկցիոնալ, մինչև ստերիլություն մաքուր։ Սեղմեցի զանգակը, այս անգամ գրեթե չսպասեցի, դուռը անմիջապես բացվեց, ասես կուրիեր կամ տաքսի սպասեր։ Ինձ տեսնելով Արթուրը սկզբում իսկապես անկեղծ զարմացավ։ Մայրիկ, արտաշնչեց նա, ինչ է քեզ հետ։ Մի վայրկյան թվաց, թե ամեն ինչ այլ կլինի, որ նա հիմա կշտապի կրկել, ներս կքաշի, կկանչի կնոջը, կսկսի հարցնել ինչպես օգնել։ Նրա հայացքը սահեց իմ կեղտոտ մազերի, յուղոտ հագուստի, ձեռքիս պատրված պայուսակի վրայով։ Նա քայլ արեց առաջ եւ անմիջապես նյարդայնորեն նայեց շուրջը, փողոցին, հարահաններին։ Նույն ժեստը, ինչ Անիի մոտ։ Արագ մտիր, շշնջաց նա, դուռը մի փոքր ավելի բացելով։ Փողոցում մի կանգնիր։ Նա ներս ընդունեց ինձ եւ անվիճապես փակեց դուռը թիկունքիս, ասեց ապացույցներ թաքցներ։ Կանգարանք մուտքի մեջ, ավելի հեռու չհրավիրեց։ Ես մնացի կանգնած գորգի վրա, ինչպես օտար։ Մեր միջև նրա կատարյալ սպիտակ միջանցքներ եւ նրա կոկիկ կախված վերարկուն։ Ինչ է պատահել, կրկնեց նա։ Ինչպես ես հայտնվել այստեղ։ Ինչու չես զանգել։ Ես երրորդ անգամ այս օրերին պատմեցի սնանկության, պարտքերի, փողոցում անցկացրած գիշերների, ժամանակավոր ապաստանի կարիքի մասին։ Արթուրը լսում էր, ձեռքերը խաչած կրծքին։ Տեսնում էի, թե ինչպես են նրա աչքերի հետևում թվեր վազում, ինչ որ բան չափում եւ հաշվում։ Նա մտածում էր ոչ թե այն մասին, թե ինչպես փրկել ինձ, այլ այն մասին, թե ինչպես ինքը քիչ վնասվի։ Երբ ավարտեցի, նա ծանր շունչ քաշեց, ինչպես բժիշկը, ով պատրաստվում է հիվանդին տհաճ ախտորոշում հայտնել։ Մայրիկ, ես հեղինակություն ունեմ, սկսեց նա։ Ես սրտաբան վիրաբույժ եմ։ Իմ հիվանդները նախարարներ, խոշոր բիզնեսմեններ։ Եթե պարզվի, որ մայրս փողոցում է ապրում, դա ինձ կհարվածի։ Դու հո հասկանում ես։ Ոչ, անկեղծ պատասխանեցի ես։ Չեմ հասկանում։ Նա գրպանից հանեց դրամապանակը, նույն թանկարժեք կաշվե, 500,000 դրամ արժողությամբ, որ նվիրել էի։ Բացեց, հանեց մի քանի թղթադրամ, հաշվեց։ 30,000 դրամ։ Ձգեց դեպի ինձ, բայց ավելի մոտ չկավ, ասեց վախենար դիպչելուց։ Վերցրու, ասաց նա։ Ինչ որ էժան հյուրանոցում կամ հոստելում սենյակ վարձիր, հանգստացիր, լվացվիր, երբ կլինես նորմալ տեսքի, հանգիստ կքննարկենք ինչ անել հետո, բայց այստեղ մնալ չես կարող։ Վաղը առավոտյան վիրահատություններ ունեմ։ Ինձ կենտրոնացում է պետք։ Չեմ կարող շեղվել այս ամենից։ Շեղվել։ Սեփական մայրը դժվարության մեջ նրա համար շեղում էր։ Սկզբում նույնիսկ չվերցրի փողերը, պարզապես ուղիղ նայում էի նրա աչքերին, փորձելով գտնել թեկուզ միս տվեր այն տղայի, ով ժամանակին ուսումնական գրքերի վրա քնում էր իմ ուսին, ով ասում էր, որ երբ մեծանա, ինձ տուն կգնի, որպեսզի այլևս չհոգնեմ։ Այդ տղան այլևս չկար։ Նա մահացել էր ինչ որտեղ, իր ներկայիս կարգավիճակի ճանապարհին, իսկ ուղարկավորությունը ես բաց եմ թողել։ Արթուր, հանգիստ ասացի ես, հիշում ես, թե ինչպես էի ես քեզ պատրաստում բժշկականի քննություններին։ Գիշերները քեզ հետ էի նստում, ժամը 3-ին սուրճ էի եփում։ Հիշում ես գրքերը, որոնք արժեին 300,000-ական, եւ մեզ մոտ փող չկար գնելու համար։ Ես հիմա կանջողերը վաճառեցի, որպեսզի դու սովորես, իսկ հիմա դու ինձ տալիս ես 30,000 եւ անվանում խանգարում։ Նա սեղմեց ծնոտները, հայացքը դարձավ
կոշտ։ Մայրիկ, սա անձնական չէ, ասաց նա հարթ, անտարբեր տոնով, նույնով, որով հավանաբար հիվանդների հարազատներին ասում է, թե մենք ամեն ինչ արեցինք, ինչ կարող էինք։ Պարզապես հիմա չեմ կարող օգնել քեզ այնպես, ինչպես պետք է։ Ես ընտանիք ունեմ, իմ ծախսերը, չեմ կարող հոգ վերցնել եւս մեկ մարդու համար, եւս մեկ մարդու, ոչ մայր, ոչ կին, ով նրան մարդ է դարձրել, պարզապես եւս մեկը։ Ես վերջապես վերցրի այդ փողերը, ոչ թե դրանք ինձ պետք էին։ Իմ թիկունքում մեքենա էր կանգնած պահակներով եւ ցանկացած գումարի հասանելիությամբ։ Ուզում էի տեսնել կդողա արդյոք նրա դեմքին ինչ-որ բան, երբ վերցնեմ։ Ոչինչ։ Դեմքը մնաց նույնը, հավաքված, պրոֆեսիոնալ, անտարբեր։ Ասեց նա նշան էր դրել, օգնություն ցուցաբերել իր ուժերի չափով։ Հիմա ավելի լավ է գնաս, ավելացրեց նա եւ մեղմ, բայց համառորեն ձեռքը դրեց իմ ուսին, ուղղելով դեպի դուռը։ Իրոք մայրիկ, վաղը շուտ պետք է վեր կենամ, երբ դու կայունանաս կզանգենք, կլուծենք, բայց դու էլ հասկացիր քո տարիքում արդեն ամեն ինչ պետք էր նախատեսել։ Նման բան չպետք է պատահեր։ Նա հասցրեց նաև ինձ մեղավոր դարձնել։ Որդինում կրթության մեջ միլիոններ եմ ներդրել, կանգնած էր եւ դասախոսություն էր կարդում ֆինանսական գրագիտության մասին, դուրս հրելով տնից։ Հասանք դրանը։ Նա բացեց այն եւ բառացիորեն դուրս հանեց ինձ փողոց։ Խնամիր քեզ, ասաց հրաժեշտի պահին, եւ իսկապես փողերի հետ պետք էր ավելի զգուշ լինել։ Նա փակեց։ Ես նույնիսկ չլսեցի փականի սեղմոցը։ Թվում էր նա հեռացել էր դեռ դուռը ամբողջությամբ փակվելուց առաջ։ Նրան անտարբեր էր կհասնեի արդյոք կանգար թե կընկնեի դարբասի մոտ։ Ես կանգնած մնացի նրա կոկիկ աստիճանը հարթակի մոտ դեղին լապտերի լույսի տակ։ Ձեռքումս ծալվում էր 30,000 դրամը, փոքրիկ փաթեթ, որը թվում էր թունավոր։ Ահա թե ինչ արժեքով է գնահատել մեր կապը իմ որդին։ Գումարով, որը փոքր է նրա պատահական ռեստորանային ընթրիքից։ Ես փողերը գցեցի գրպանս, որոշեցի, որ հետո կթողնեմ դրանք որպես հիշեցում, որպես ապացույց, որ սա երազ չէր։ Երկու դուռ փակվեց։ Երկու երեխա կորցրի մեկ օրում, նույնիսկ եթե դեռ ամբողջությամբ չէի թույլ տալիս ինձ դա ընդունել։ Մնացել էր մեկ տուն, Դավիթի եւ Նարեի տունը։ Գնում էի դեպի այն, այլևս ոչինչի վրա չհուսալով, բայց դեռ կարճելով մանրիկ հույսից, որ թեկուզ մեկը իմ երեքից կհիշի, որ ես նրա մայրն եմ, եւ ոչ միայն դրամաբանակ։ Մինչև Դավիթի եւ Նարեի տուն այլևս այդքան հեռու չէր, բայց թվում էր, թե գնում եմ ինչ-որ այլ կյանք։ Ճանապարհին առանձնատները աստիճանաբար փոխվում էին կոկիկ, բայց սովորական տնակներով։ Փոխարենը մուտքի մոտ հսկիչների, հին շլագբաումներ եւ բուտկա, որտեղ պահակը ավելի շատ թերթեր կարդում, քան որևէ մեկին ստուգում։ Փոխարենը կատարյալ թույերի, կորկոր ծառեր եւ փոքրիկ այգիներ, որտեղ ինչ-որ մեկը ինքն էր ջրում։ Դավիթի եւ Նարեի տունը մեկհարկանի էր, պարզ։ Ֆասադի կրեմային ներկը տեղ-տեղ կլպվել էր։ Փայտե ցանկապատը մի քանի տեղ ծրված էր։ Փոքրիկ այգի, մի քանի թուփ, մի քանի ծաղիկ։ Երևում էր, որ դրանց հետ ինչ-որ մեկը զբաղվում է սիրով, ոչ թե հարևանների համար, պատկերի համար։ Ոչ էլեկտրոնային դարպասներ, ոչ վիդեոդոմոֆոններ, ոչ պահակներ։ Սովորական դռան զանգ, որը հավանաբար դեռ նախորդ տերերից է մնացել։ Սեղմեցի կոճակը։ Ներսից լսվեց պարզ տինդան եւ գրեթե անմիջապես ոտնաձայներ։ Դուռը բացեց Նարեն։ Ձեռագործ Օլիվե Գուլպաներ, ակնհայտորեն ձեռքով հյուսված, ոչ գործարանային։ Մազերը հավաքված սովորական ոճով, առանց ծանրվածքի եւ լաքի։ Մատին բարակ արծաթե ամուսնական մատանի, շատ համեստ։ Աչքերը լայնացան, երբ ինձ տեսավ։ Մամ, արտաշնչեց նա միշտ ինձ անվանում էր մայրիկ։ Աստված իմ, ինչ է ձեզ հետ, արագ մտեք։ Նա չսկսեց հարցաքննել Շեմին, չնայեց փողոցին, չհայացավ հարևաններին, պարզապես բռնեց իմ արմունքից եւ քաշեց տակ միջանցք։ Տան հոտը տնային էր, ապուր, հաց, մի քիչ լվացքի փոշի, էժան բուրավետ մոմեր, ոչ թե օծանելիք, այլ սովորական հարմարավետություն։ Դավիթ, գոչեց նա խորքը, արագ արի, սա մայրիկն է։ Խոհանոցից դուրս վազեց Դավիթը։ Նրա վրա պարզ մոխրագույն շապիկ եւ հին ջինսեր։ Դեմքը հոգնած էր աշխատանքից հետո, բայց ինձ տեսնելով ասես արթնացավ։ Մեկ վայրկյանում դեմքը փոխվեց ամեն ինչ. զարմանք, անհանգստություն, ցավ եւ այն ինչ չէի տեսել Անիի եւ Արթուրի մոտ, մաքուր սեր։ Մայրիկ, նա ցատկեց իմ մոտ։ Ինչ է պատահել։ Քեզ ինչ-որ մեկը վիրավորել է։ Որտեղ ես եղել։ Նա բռնեց իմ ուսերից, զգուշորեն, ինչպես փխրուն բանի։ Սկսեց նայել արդյոք քերծվածքներ կան, կապտուկներ։ Նրան չշփոթեց ոչ իմ հոտը, ոչ հագուստի կեղտը, նույնիսկ նատները չքաշեց։ Նարեն այդ ընթացքում արդեն անհետացել էր լոգարանում։ Լսում էի, թե ինչպես է շրջվում, ջուր է բացում, ինչ-որ բան տեղափոխում։ Գնա նստիր։ Դավիթը տարավ ինձ հին շագանակագույն բազմոցի մոտ, որտեղ եւ հյուրասենյակ էր, եւ ճաշասենյակ, եւ ամեն ինչ միասին։ Բազմոցը ընկճված էր, բազկաթորին կարված կարկատանով, բայց այդ պահին դա աշխարհի ամենատակ տեղն էր։ Ես նորից պատմեցի իմ լեգենդը,
Ընկերությունը փլուկվել է, պարտքեր, բնակարանը գնացել է։ 3 օր կայարաններով եւ սպոսայգիներով։ Ինձ տեղ չկա գիշերելու։ Դավիթը լսում էր լուր, բայց աչքերում արցունքներ էին հայտնվում։ Նա ոչ մեկ անգամ չհարցրեց. իսկ փողերը որտեղ ես դրել, կամ ինչպես կարողացար այդպես սխալվել։ Ոչ մի խոսք հեղինակության, հարևանների, հիվանդների մասին։ Երբ ավարտեցի, լռություն ընկավ։ Նա խոր շունչ քաշեց։ Դու կմնաս մեզ մոտ, ասաց նա այնպես, ասեց կետ էր դնում։ Նույնիսկ քննարկման կարիք չկա։ Մայրիկ, սա հիմա քո տունն է։ Նարեն վերադարձավ մաքուր սրբիչներով եւ հագուստի կույտով։ Արդեն միացրել եմ ջեռուցիչը, ասաց հանգիստ, բայց վստահ։ Հիմա ջուրը կտաքանա։ Կգնաք ցնցուղ։ Վաննա չունենք, միայն ցնցուղախցիկ, բայց ջուրը տաք է։ Հետո կուտենք, շատ եք նիհարել։ Բայց դուք միայն մեկ ննջասենյակ ունեք, փորձեցի առարկել, թեև ներսում ամեն ինչ արդեն հալվում էր։ Որտեղ եմ մնալու։ Մենք Դավիթի հետ բազմոցին կքնենք, կտրեց նա առանց մտածելու։ Դու կպարկես անկողնում եւ վերջ։ Ոչ, գլուխը շարժեցի։ Սա ձեր անկողինն է, ես բազմոցին էլ կքնեմ։ Բավական է ինձ համար տանիք գլխիս վրա։ Նարեն իջավ իմ առջև ծնկի վրա, նայեց աչքերիս։ Մամ, դու Դավիթի մայրն ես, դու մեր ընտանիքն ես։ Ընտանիքը մորը բազմոցին չի դնում, երբ տանը անկողին կա։ Խնդրում եմ, մի վիճեք, թույլ տվեք մենք ձեզ համար կեկուզ ինչ-որ բան անենք։ Ահա սա ավելի ուժգին հնչեց, քան ցանկացած հանդիմանք։ Անին եւ Արթուրը առաջարկում էին փող եւ արդարացումներ։ Այս երկուսը, ում մոտ հազիվ էին ծայրերը հասնում ծայրերին, առաջարկում էին ամեն ինչ ունեին, առանց շուկայի։ Գնացի նրանց փոքրիկ լոգարանը։ Հին սալիկներ ճաքերով, ցնցուղ վարագույրով, տեղ-տեղ արդեն կարկատված։ Բայց ջուրը տաք էր եւ ես երկար կանգնեցի դրա տակ, մինչեւ լվացվեցին կեղտը, կայարանի հոտը եւ մարմնում սառած հոգնածությունը։ Այնտեղ էի լաց լինում հոսանքի տակ, որպիսի չլսեին։ Լաց էի լինում ոչ թե նրանից, որ մի քանի օր սառը փողոցներում շրջել էի, այլ նրանից, որ այս բոլոր տարիները ուժերն ու փողերը ներդրել եմ ոչ նրանց մեջ, որոնց համար ամրոցներ եմ կառուցել։ Դռները փակեցին իմ առջև, իսկ որդիս իր համեստ տնով ամբողջությամբ բացեց իրենը։ Երբ դուրս եկա, սենյակում արդեն պատրաստված էր ինձ համար հագուստ։ Նարեի իրերը, փափուկ մոխրագույն տնային շալվար եւ բաց շագանակագույն տոլստովկա։ Մի փոքր մեծ էին, բայց մաքուր։ Սեղանի վրա, որը հազիվ էր տեղավորվում խոհանոցային գոտու եւ բազմոցի միջև, արդեն կար ափսե ապուրով, հացի կտորներ, հյութի բաժակ։ Ամեն ինչ պարզ էր, բանջարեղենային ապուր, երեկվա հաց, էժան փաթեթավորված հյութ, բայց ոչ մի վայրկյան չթվաց, թե ինձ տալիս են մնացորդներ։ Ամեն ինչ ծածկված էր գոգիկ, ասես կարևոր հյուր էին ընդունում։ Մենք նստեցինք երեքով։ Նրանք չէին նայում ինձ, մինչ ես ուտում էի, չէին ծանրաշունչ հառաչում, չէին ասում. դե ժամանակներն այդպիսին են։ Դավիթը պատմում էր դպրոցի մասին, ինչպես մի տղայի մոտ, ով երկար ժամանակ չէր կարողանում սովորել կարդալ, վերջապես ստացվեց, եւ նա ինքը կարդաց ամբողջ բարբերություն։ Նարեն իր այգու ծաղիկների մասին, թե ինչպես են դրանք, չնայած ցրտին, արդեն սկսել են բողբոջել։ Նրանք խոսում էին ինձ հետ որպես մարդու հետ եւ ոչ որպես գլխին ընկած դժբախտության։ Ընթրիքից հետո Նարեն գնաց խոհանոց ամանները լվանալու, իսկ ես մնացի բազմոցին։ Դավիթը ինչ-որ բաներ փնտրում պահարանում, բարձր էր տեղափոխում, պատրաստում էր իր եւ կնոջ գիշերելու տեղ։ Նարե, մի վարքյան արի, լսեցի նրա ձայնը խոհանոցից։ Պետք է խորհրդակցենք։ Տան պատերը բարակ էին, դռները վատ էին փակվում։ Փորձեցի ուշադրությունս անցկացնել հեռուստացույցի վրա, որտեղ ինչ-որ նորությունների ֆոն էր գնում, բայց ականջներս ինքնավերաբար բռնում էին ամեն խոսքը։ Մենք հազիվ ենք հասցնում երկուսով ապրել, հանգիստ ասաց Դավիթը։ Աշխատավարձը գալիս է, կեսը հիփոթեքի վրա, կեսը ուտելիքի։ Ես չեմ հասկանում, թե ինչպես ենք քաշելու նաև մայրիկին։ Գիտեմ, պատասխանեց Նարեն։ Ձայնը հանգիստ էր, առանց հիստերիայի։ Ես արդեն մտածել եմ դրա մասին։ Լսեցի, թե ինչպես է բացվում դարակը։ Մետաղի ձայն, ինչ-որ բան զնգաց։ Կարող ենք մատանիները տանել, ասաց նա։ Ամուսնականները։ Մեզ համար ինքնին մատանիները կարևոր չեն։ Դրանք միայն խորհրդանիշ են։ Մեր ամուսնությունը դրանից չի փլուզվի։ Ներսումս ամեն ինչ կտրվեց։ Նրանք խոսում էին իրենց ամուսնական մատանիները գրավատուն տանելու մասին, տան միակ արժեքավոր ոսկին, որպեսզի ես կարողանամ նորմալ ուտել։ Ոչ, անմիջապես պատասխանեց Դավիթը, բայց ձայնը վստահ չէր։ Դրանք քեզ համար ինչ-որ բան նշանակում են, մեղմ հաստատեց նա, բայց ոչ ավելի քան քո մայրը։ Մենք կսիրենք միմյանց նաև առանց մետաղի կտորի մատի վրա։ Վաղը կգնամ գրավատուն, կտան 150,000։ Մեզ դա կբավարարի մեկ ամսվա ուտելիքի համար, իսկ հետո կտեսնենք 150,000։ Այդքան էին նրանք հաշվարկել երկու մատանիի դիմաց։ Եվ նրանք պատրաստ էին բաժանվել դրանցից։ Այդ պահին աչքիս առջև եկավ Անին, 3 միլիոն դրամի ադամանդներով ականջներում, ով նույնիսկ շեմը չթողեց ինձ անցնել։ Արթուրը 500,000 արժող դրամանակով, ով ինձ խցկեց 30,000։
Իսկ այս երկուսը, Դավիթը եւ Նարեն, հաշվում էին, թե որքան կստանան իրենց համեստ մատանիներից, որպեսզի ես գերակրեն։ Ես սիրում եմ քեզ, հանգիստ ասաց Դավիթը։ Դու ամենալավն ես, ինչ ինձ հետ պատահել է։ Չգիտեմ, թե ինչով եմ արժանի քեզ։ Ոչինչով, պատասխանեց Նարեն։ Եվ նույնիսկ այստեղից լսվում էր, որ նա ժպտում է։ Այստեղ խոսքը արժանության մասին չէ, այլ այն մասին, որ մենք ընտրում ենք ճիշտը անել։ Քո մայրը քեզ մեծացրել է, սովորեցրել։ Հիմա մեր հերթն է հոգ տանել նրա մասին։ Այդպես է աշխատում ընտանիքը։ Ես փակեցի աչքերս, եւ այտերիս վրայով հոսեցին արցունքները։ Այդ կինը, ում վրա այսքան տարի ներսումս նայում էի վերից, ում համարում էի չհասնող, ասում էր պարզ բաներ, որոնք իմ հաջողակ երեխաները իրենց դիպլոմներով եւ կարգավիճակով նույնիսկ չէին կարողանում ձևակերպել։ Մի քանի րոպե հետո նրանք դուրս եկան սենյակ։ Ես արագ սրբեցի աչքերս։ Արեցի թեսք, թե հեռուստացույց եմ նայում։ Նարեն ծածկեց ինձ մանանեխագույն հուսված վերմակով։ Սա դեր տատիկ ինձն է, ինձ բոլոր ձմեռներով փրկել է։ Հիմա թող քեզ էլ տաքացնի։ Վերմակը հին էր, տեղ-տեղ ձգված, բայց այնքան տաք, ասեց մեջը գարած լիներ ամբողջ նրանց ընտանեկան հոգատարությունը։ Հետո նրանք տարան ինձ ննջասենյակ։ Սենյակը փոքր էր, երկտեղանոց անկողին, հին պահարան, կոմոդ գլբաղացներկով։ Մահճակալի սեղանիկի վրա նրանց հարսանեկան լուսանկարը։ Դավիթը համեստ կոստյումով, ակնհայտորեն էժան, Նարեն պարզ սպիտակ զգեստով, առանց ավելորդությունների, եւ այնպիսի երջանիկ դեմքեր, որ կոկորդս սեղմվեց։ Դավիթը համբուրեց իմ ճակատը, ինչպես ժամանակին տղա ժամանակ։ Վաղը կմտածենք, ինչ եւ ինչպես, իսկ այսօր պարզապես քնիր, այստեղ դու ապահով ես։ Նրանք դուրս եկան հանգիստ փակելով դուռը։ Ես մնացի մենակ նրանց սենյակում, նրանց անկողնում, նրանց վերմակի տակ։ Երկար պարկած էի բաց աչքերով, նայելով առաստաղին, որտեղ ներկը տեղ-տեղ չաքել էր։ Ամեն անգամ, երբ աչքերս փակում էի, աչքիս առջև էր գալիս Անիի հայացքը դռան մոտ եւ Արթուրի ձեռքը թղթադրամներով, եւ անմիջապես Նարեն ծնկի վրա իմ առջև, նրա ձայնը, մենք ընտանիք ենք։ Թույլ տվեք մենք ձեզ համար թեկուզ ինչ-որ բան անենք։ Ժամը 2-ի սահմաններում լսեցի շշուկներ հյուրասենյակում։ Զգուշորեն բացեցի դուռը։ Դավիթը եւ Նարեն դասավորվում էին իրենց բազմոցի վրա։ Նրանք իսկապես տվել էին ինձ իրենց միակ նորմալ անկողինը։ Բազմոցը կարճ էր։ Դավիթի ոտքերը գրեթե կախված էին։ Նարեն ստիպված էր ծնկները ծալել։ Նրանք ծածկվել էին նույն մանանեխագույն վերմակով, որը ցերեկը իմ վրա էր։ Ներողություն, շշնջաց Դավիթը։ Գիտեմ, որ անհարմար է, որ չես քնում։ Ամեն ինչ նորմալ է, նույնպես շշնջալով պատասխանեց Նարեն, սեղմվելով նրան։ Միայն մտածիր, թե ինչպես է հիմա քո մայնը քնում տաքության մեջ, տանիքի տակ, ոչ թե կայարանում։ Դրա համար կարելի է մի քիչ էլ նեղվել։ Նրանք լռեցին։ Հետո Դավիթը նորից հանգիստ ասաց. Ինձ ամոթ է, որ չեմ կարողանում քեզ ավելին տալ, որ այսպես համեստ ենք ապրում։ Դու արժանի ես ավելի լավին։ Դավիթ, ընդհատեց նրան Նարեն։ Ինձ մոտ կա ամեն ինչ պետք է։ Ինձ մոտ կաս դու։ Մենք առողջ ենք, աշխատանք ունենք, տանիք գլխներիս վրա։ Եվ հիմա կա հնարավորություն օգնելու մարդուն, ով դժվարության մեջ է։ Սա քիչ չէ, սա ամեն ինչ է։ Այս երկու բառերում ավելի շատ առողջ բանականություն կար, քան իմ ավագ երեխաների բոլոր խոսակցություններում, կյանքի մակարդակի, կարգի եւ կարգավիճակի մասին։ Ես փակեցի դուռը, վերադարձա նրանց անկողին եւ վերջապես բարձրաձայն լաց եղա, դեմքս բարձի մեջ թաղելով, որպիսի չլսեն։ Լաց էի լինում այն տարիների համար, երբ հետապնդում էի թվերը հաշվետվություններում, մինչ սեփական երեխաներս վերածվում էին օտարների։ Լաց էի լինում յուրաքանչյուր մտքի համար, որ Դավիթը կարող էր ավելի լավ ապրել, եթե չամուսնանար Նարեի հետ։ Լաց էի լինում նրանից, որ այս երկուսին ես ամենից շատ էի թերագնահատել։ Եվ ինչ որտեղ արցունքների միջև բռնեցի շատ հստակ միտք. եթե թեկուզ մեկը արժանի է կյանքիս ընթացքում կուտակած ամեն ինչի վրա տիրելու իրավունքին, ապա դա այն տղան է, ով հիմա քնում է կարճ բազմոցի վրա, եւ այդ աղջիկը կողքին, ով պատրաստ է գրավատուն տանել իր ամուսնական մատանիները իմ պատճառով։ Նրանք դեռ չգիտեին, բայց հենց այդ պահից ներսումս ամեն ինչ սկսեց փոխվել։ Առավոտյան ինձ երթնացրեց էժան սուրճի եւ տապակած հացի հոտը։ Մի որոշ ժամանակ պառկած մնացի նայելով առաստաղին, հիշելով, թե որտեղ եմ ընդհանրապես գտնվում։ Ոչ իմ հսկայական ննջասենյակում պանորամային պատուհաններով եւ մետաքսե սպիտակեղենով, այլ Դավիթի եւ Նարեի փոքրիկ սենյակում, նրանց անկողնում, նրանց պարզ վերմակի տակ։ Վերկացա հագա Նարեի Տոլստովկան եւ դուրս եկա խոհանոց։ Նարեն արդեն պտտվում էր վարարանի մոտ։ Նրա վրա նույն օլիվե գուլպաներն էին, մազերը սովորական պոչով, առանց դիմահարդարման, առանց զարդերի, բացի բարակ մատանիից։ Բարի առավոտ, ժպտաց նա, ասեց ամեն առավոտ տանը դժվարության մեջ գտնվող սկեսուր է գիշերում։ Կոֆե եք ուզում։ Մերն ամենապարզն է, բայց զարթոնք է տալիս։
Նա լցրեց ինձ բաժակի մեջ էժան սուրճ, նրանից, որոնք սովորաբար գնում են ակցիայով։ Խմեցի մի կում եւ այն թվաց ինձ ավելի համով, քան իմ գրասենյակային մեքենաներից որևէ սուրճը։ Նստեցինք սեղանի շուրջ, նեղ, բայց կոկիկ։ Դավիթն արդեն գնացել է, ասաց Նարեն։ Նրան շուտ է պետք, դասերից առաջ դեռ դասարանում կարգի է բերում։ Խնդրում եմ, ոչ մի տեղ մի շտապեք, որքան պետք է այդքան էլ մնացեք այստեղ։ Սա հիմա նաև ձեր տունն է։ Ես մեքենայաբար առարկեցի։ Նարե, չեմ կարող այդպես, ձեր սենյակը զբաղեցնել, ձեր կյանքին խանգարել։ Դուք ոչինչ չեք զբաղեցնում, հանգիստ պատասխանեց նա։ Մենք կիսում ենք, երբ մեկի մոտ դժվարություն է, մյուսները կիսում են, ինչ կա, ոչ մնացորդներ, այլ ազնվոր են։ Նա ուղիղ նայեց դեմքիս։ Գիտեմ, հանկարծ ասաց նա, որ ձեզ համար ես միշտ եղել եմ ոչ այնպիսին, ոչ այն, ինչ դուք պատկերացրել եք ձեր որդու կողքին։ Ես դա զգում էի։ Դուք ուզում էիք հարս, լավ ընտանիքից, փողով, անհրաժեշտ կապերով, իսկ ստացաք աղջիկ, ով գրասենյակներում հատակ է լվանում եւ ծաղիկները հողում փորում։ Խոսքերը շատ ճշգրիտ հարվածեցին, բացեցի բերանս ինչ-որ բան ասելու, արդարանալու, բայց նա բարձրացրեց ձեռքը։ Ամեն ինչ նորմալ է։ Ես ձեզ չեմ մեղադրում, ես ինքս հասկանում եմ, որ ձեր չափանիշներով ոչ մակարդակ եմ, բայց ուզում եմ, որ իմանաք մի բան։ Ես սիրում եմ ձեր որդուն ավելի շատ, քան կյանքում որևէ բան։ Գուցե մենք երբեք չունենանք առանձնատուն եւ թանկարժեք հանգստավայրեր, բայց նա ամեն օր կիմանա, որ սիրում են, գնահատում եւ հարգում են։ Եվ հիմա դուք էլ։ Ներսումս ասես ինչ-որ մեկը բանալի էր պտտել։ Իմ բոլոր սառը մտքերը մակարդակի եւ կարգավիճակի մասին փլուզվեցին, ինչպես ստվարաթուղթ։ Ձայնս խրպոտվեց։ Նարե, ես ամբողջ կյանքս քեզ վերից եմ նայել, տեսել եմ ոչ թե այն, ինչ կա, այլ այն, ինչ իմ կարծիքով պակասում է։ Փող, ազգանուն, կրթություն։ Ես այնքան սխալվել եմ, որ ամոթ է ինձ քեզ նայել։ Նա մի փոքր ուսերը շարժեց, ասեց նյարդայնացած լիներ իմ խոստովանություններից։ Մարդիկ սխալվում են, պարզ ասաց նա։ Գլխավորն այն է, թե ինչ են անում, երբ հասկանում են, որ սխալվել են։ Եվ բռնեց իմ ձեռքերից։ Նրա ափերը կոպիտ էին, ջաքերով, եղունգների տակ սև հող, աշխատանքային ձեռքեր։ Ազնիվ եմ ասում ձեզ եւս մեկ բան, ավելացրի ես։ Երբ ամեն ինչ ավարտվի, երբ կարգի բերեմ իմ գործերը, անպայման կվերադարձնեմ ձեզ յուրաքանչյուր դրամը, յուրաքանչյուր ափսեն, յուրաքանչյուր օրը։ Նարեն անմիջապես գլուխը թափ տվեց։ Պետք չէ, մենք այստեղ հաշիվ չենք բացել, մենք ընտանիք ենք, ոչ խանութ, մենք գրառումներ չենք վարում, ով ում ինչքան պարտք է։ Այս արտահայտությունը մենք գրառումներ չենք վարում, ամենից ավելի հարվածեց ինձ, հողը ոտքերիս տակից խլեց։ Ցերեկը Նարեն պատրաստվում էր իր աշխատանքին, գրասենյակներում մաքրության։ Մեկնելուց առաջ նա սեղանին թողեց մի թերթիկ։ Եթե ուզում եք, կարող եք մի փոքր օգնել տան գործերում, մեղմ ասաց նա, բայց միայն եթե ուժ ունեք։ Ահա մի քիչ, ամանները լվանալ, սպիտակեղենը ծալել, հատակը ավլել։ Ինձ համար դա գրեթե շոկ էր։ Այսքան տարի ես միայն վճարումների թղթեր էի ստորագրում տնային աշխատողներին, բայց ինքս ոչ աման էի լվացել, ոչ հատակ մաքրել։ Միշտ թվում էր, որ իմ գործը ղեկավարելն է։ Մենակ մնալով մի որոշ ժամանակ նստած նայում էի այդ ցուցակին, հետո վերկացա, թևերը ծալեցի եւ գնացի խոհանոց։ Իմ ձեռքերը, որոնք սովոր էին պահել պայմանագրեր եւ վարկային համաձայնագրեր ստորագրելու գրիչը, հիմա պահում էին հին լատ եւ կորած խառնիչի բռնակ։ Լվանում էի ափսեները, սրբում վարարանը, ավլում հատակը, եւ դրանում կար ինչ-որ նվաստացուցիչ եւ միաժամանակ ազատող բան։ Ամեն ափսեի, ամեն հատակի շերտի հետ թվում էր, թե լվանում եմ ինձանից շերտ առ շերտ իմ սեփական ամբարտավանությունը։ Երեկոյան Դավիթը վերադարձավ դպրոցից, բացեց դուռը իր բանալիով, մտավ, տեսավ ինձ վարարանի մոտ, որտեղ ես անսովոր շտապելով ավարտում էի պարզ ընթրիքը, բրինձ բանջարեղենով։ Մայրիկ, զարմացավ նա, դու ամեն ինչ ինքդ ես արել, պետք չէր, իրոք, պետք էր, պատասխանեցի ես։ Չեմ կարող ձեռքերս ծալած նստել, մինչ դուք ինձ սրբորեն պահում եք։ Նստեցինք ընթրիքի երեքով։ Դավիթը պատմում էր դպրոցի մասին, մի տղայի մասին, ով երկար ժամանակ չէր կարողանում սովորել կարդալ, եւ այսօր առաջին անգամ առանց հուշման կարդաց իր բարբերությունը։ Նրա աչքերը փայլում էին այնպես, ինչպես Անիի աչքերը երբեք չէին փայլել, նույնիսկ երբ նրան հերթական մեքենան էի գնում։ Նարեն լսում էր, գլխով հավանություն էր տալիս, ուրախանում էր օտար երեխայի համար, ինչպես իր սեփականի։ Նայում էի նրան եւ հասկանում, իմ ավակները հաջողությունը չափում են փողով, պաշտոններով, քառակուսի մետրերով, Դավիթը նրանով, որ իր աշակերտներից մեկը դադարեց վախենալ տառերից։ Նրա եկամուտները ծիծաղելի էին եղբոր եւ քրոջ եկամուտների ֆոնին, բայց երեքից միայն նա էր իր կրթությունն օգտագործում այնպես, ինչպես ես երբեմն երազում էի, մարդ լինելու համար եւ ոչ միայն վաստակելու։ Գիշերը նորից երկար չէի կարողանում քնել։
Վաղը պետք է գար Ռուբենը, փաստաթղթերով, պահակներով, այդ ամբողջ փայլով, որը սովորաբար շրջապատում է ինձ որպես կարևոր անձնավորության։ Վաղը ամեն ինչ պետք է բացվեր, պետք է սկսեր այն, ինչի համար ընդհանրապես սկսել էի այս ներկայացումը։ Պարկած էի նրանց անկողնում և զգում էի ոչ թե հպարտություն իմ պլանի համար, այլ ամոթ։ Ամոթ այն բանի համար, որ ընդհանրապես հասա այն մտքին սեփական երեխաներին այդպես ստուգելու։ Ամոթ այն բանի համար, որ միայն հիմա եմ տեսնում, թե ում եմ մեծացրել և ում գրեթե կորցրել։ Ինչ-որտեղ պատի հետևում հանգիստ շշշում էր։ Ես նորից բացեցի դուռը։ Դավիթը և Նարեն դեռ չէին քնել։ Նստած էին նույն բազմոցին, կիսամութ կողք կողքի։ Լսեցի նրանց ձայները։ Վաղը աշխատանքից առաջ ամեն դեպքում կվազեմ գրավատուն, հանգիստ ասաց Նարեն։ Մինչև ուշ չէ, որքան շուտ, այնքան լավ։ Նրան հիմա նորմալ սնունդ է պետք, ոչ միայն մակարոնեղեն։ Նրանք դեռ պատրաստվում էին տանել մատանիները։ Ես դեռ չեմ հասկանում, հառաչեց Դավիթը, ինչպես կարող էր մայրը իր գլխով, իր փորձով այդպես ամեն ինչ կորցնել։ Նա միշտ ամեն ինչ հաշվարկում էր, զգույշ էր։ Ոչինչ չի համընկնում, Նարեն լռեց, հետո պատասխանեց։ Խելացիներն էլ են սխալվում կամ վստահում ոչ ճիշտ մարդկանց։ Գուցե ինչ-որ մեկը գլխու խառնել է, որտեղից գիտենք։ Հիմա կարևոր է դա չէ։ Հիմա կարևորն այն է, որ նա այստեղ է, և մենք կարող ենք կողքին լինել։ Ես վախենում եմ, խոստովանեց նա։ Վախենում եմ, որ չեմ կարողանա հոգ տանել նրա մասին այնպես, ինչպես նա ժամանակին հոգ էր տանում իմ մասին։ Նա ինձ ամեն ինչ տվեց, իսկ ես կարող եմ առաջարկել միայն այս հին բազմոցը և պարզ ուտելիք։ Դու նրան տալիս ես ամենակարևորը, հանգիստ ասաց Նարեն։ Դու տալիս ես սեր։ Դա ավելի թանկ է ցանկացած բնակարանից և ցանկացած հաշվից։ Նրա համար ամբողջ կյանքում գլխավորը եղել են ձեռքբերումները և փողը, հանգիստ առարկեց Դավիթը։ Ինչ կմտածի նա հիմա իմ մասին, մեր տան մասին, մեր կյանքի մասին։ Գուցե, հառաչեց Նարեն, հենց դա էլ պետք է տեսնի, որ կյանքը ոչ թե Երևանի կենտրոնի բարձրահարկերն ու ակումբներն են, որ իսկական մարդիկ այդպես էլ ապրում են և երջանիկ են։ Եվ նաև, որ երբ ամեն ինչ փլվում է, կողքին մնում են ոչ նրանք, այլ նրանք, ում սիրտը տեղում է։ Ես կանգնած էի դրան ճեղքում և հասկանում, որ այս փորձը ոչ միայն իմ երեխաներին է շրջում, այլև ինձ։ Հանկարծ հստակ տեսա, որ Անիին և Արթուրին ես ինքն եմ ստեղծել։ Իմ հաջողության հետապնդումով, կարգավիճակի մասին խոսակցություններով, մակարդակի վրա լինելու անընդհատ պահանջով։ Դավիթը միակն էր, ով դրան հանգիստ դիմադրել էր, իր մանկավարժական համալսարանով, իր ոչ մակարդակ կնոջով, իր ուսուցչի աշխատավարձով, և հենց նա էր հիմա պահում ինձ ջրի երեսին։ Այս անգամ ինձ արթնացրեց ոչ թե սուրճի հոտը, այլ հեռախոսի էկրանի թվերը։ Արթնացա ժամը 6:30-ին։ Ներսում ամեն ինչ լարված էր, ինչպես լար։ Հին վերարգուի ներքին գրպանից, որը կախված էր աթոռին, հանեցի էժան կոճակային հեռախոսը, նույնը, որ գնել էր Ռուբենը։ Հավաքեցի նրա համարը, նա գրեթե անմիջապես պատասխանեց, քնկոտ, բայց հավաքված։ Մարիամ Հովանիսյան, ամեն ինչ կարգին է։ Կարգին է, շշնջացի ես, որպեսզի չարթնացնեմ երեխաներին։ Այսօր ժամը 9-ին եկեք, ինչպես պայմանավորվել էինք, փաստաթղթերով, պահակներով, ամեն ինչ պլանի համաձայն։ Նա լռեց։ Վստահ եք, հանգիստ հարցրեց նա, հենց որ ամեն ինչ բացենք, հետդարձի ճանապարհ չի լինի։ Վստահ եմ, ասացի և ինքս զարմացա, թե որքան ամուր հնչեց իմ ձայնը։ Ժամը 9-ին սպասում եմ։ Անջատեցի և երկար նստած մնացի անկողնու եզրին, նայելով պատուհանից, որտեղ նոր էր սկսվում արշալույսը։ Հետո դուրս եկա հյուրասենյակ։ Դավիթը և Նարեն դեռ քնած էին, կծկված բազմոցի վրա, մատները միահյուսված, ինչպես երեխաներ։ Ցավում էր նայելը, թե որքան նեղ է նրանց, բայց նրանք նույնիսկ միմյանց չէին բողոքում։ Հանգիստ անցա խոհանոց, դրի թեյնիկը, տոստերում հացի կտորներ դրի։ Որոշեցի, որ այս վերջին առավոտյան ժամին թեկուզ ես հոգ կտանեմ նրանց մասին։ Առաջինը արթնացավ Նարեն։ Ձգվեց, տեսավ ինձ և ժպտաց, թեև երևում էր, որ մեջքը ցավում է։ Ինչու եք այդքան շուտ վեր կացել, հարցրեց նա, մոտենալով սեղանին։ Չեք քնել։ Այո, անկեղծ ասացի ես։ Շատ եմ մտածել։ Նա վերցրեց բաժակը, խմեց սուրճիկում և հանկարծ նայեց ինձ ինչ-որ կերպ ուշադիր, ոչ թե սովորականի պես։ Կարող եմ հարցնել, սկսեց նա զգուշորեն, միայն մի վիրավորվեք։ Հարցրու, գլխով արեցի ես, սիրտս խփեց։ Դուք խելացի կին եք, Մարիամ, գլխով, այդքան տարի բիզնես եք ղեկավարել։ Ինչպես կարող եք այդպես արագ ամեն ինչ կորցնել։ Եվ ինչու գնացիք ոտքով, տուն առ տուն։ Փոխարենը չգիտեմ, զանգեիք, դիմեիք ծանոթներին, նույն Ռուբենին։ Ես բառացիորեն լսեցի, թե ինչպես է ներսում ամեն ինչ սարչում։ Նա նայում էր ոչ թե կասկածով, այլ ուշադրությամբ, ինչպես մարդ, ով հավաքում է պազլ։ Ես մի քանի վայրկյան լռեցի, անմիջապես չգտնելով, թե ինչով պատասխանեմ։ Այդ պահին Դավիթը շարժվեց բազմոցի վրա, նստեց, աչքերը շփեց։ Բարի առավոտ, մրմնջաց նա։ Ժամը քանիսն է։ Գրեթե 7-ը, պատասխանեց Նարեն, առանց ինձնից հայացքը շրջելու։ Մենք այստեղ խոսում էինք։
Նա մոտեցավ սեղանին եւ նույնպես զգաց օդում լարվածությունը։ Ինչ է պատահել, սկոնացավ նա։ Նարեն մեղմ ասաց. Ոչինչ, պարզապես ասացի քո մորը, որ իր պատմության մեջ ամեն ինչ չի համընկնում։ Չափազանց շատ տարօրինակություններ կան։ Ես շունչ քաշեցի։ Ինձ պետք է ձեզ ինչ-որ բան ասեմ, սկսեցի ես, եւ զգացի, որ կոկորդս նորից սեղմվում է։ Դավիթը ձեռքը դրեց իմ ուսին։ Ինչ էլ լինի, մենք քեզ հետ ենք, մայրիկ ասա։ Նարեն ավելացրեց. Եվ էլի, նախքան դուք ասեք, սա ոչինչ չի փոխում։ Եթե սա ստուգում է կամ փորձ, մենք ամեն դեպքում նույնը կանեինք, կբացեինք դուռը, կփռեինք անկողինը, կկիսվեինք ուտելիքով, որովհետև մեզ համար սա ներկայացում չէ։ Մենք այդպես ենք ապրում։ Ես նայեցի նրան։ Դու գիտեիր, շշնջացի ես։ Կռահում էի, ուղեց նա։ Սկզբից ի վեր ինչ-որ բան չէր կպչում, բայց որոշեցի, որ եթե սա փորձություն է, ապա ճիշտ պատասխանը միևնույնը մեկն է։ Դավիթը շրջվեց դեպի ինձ։ Իրոք է դա, դու չես սնանգացել։ Արդյունքները ինքնաբերաբար եկան աչքերիս։ Իրոք, հազիվ արտասանեցի ես։ Ես սնանկ չեմ, սա թեստ էր։ Պետք էր իմանալ ով է ինձ սիրում որպես մայր, ով է տեսնում միայն դրամաբանակ։ Ձայնս կոտրվեց։ Ես հասա այն կետին, որ սկսեցի ստուգել սեփական երեխաներիս, որովհետև այլևս չէի հավատում։ Պատմեցի նրանց ամեն ինչ, ինչպես Անին դուռը փակեց, վախենալով, որ հարևանները կտեսնեն իր դռան մոտ կեղտոտ անօթևան կնոջը, ինչպես Արթուրը խցկեց 30,000 եւ բառացիորեն դուրս հրեց ինձ, անվանելով շեղում եւ հեղինակության համար ռիսկ։ Երբ ավարտեցի, Նարեն հանգիստ ասաց. Նշանակում է ստուգումը աշխատեց, ասելու բան չկար։ Նայեցի երկուսին եւ ասացի այն, ինչ երկար ժամանակ պտտվում էր ներսումս։ Ես պատրաստվում էի վերաշարադրել կտակը, ամբողջությամբ հանել Անիին եւ Արթուրին, ամեն ինչ ունեմ թողնել ձեզ երկուսիդ, տունը, բիզնեսի բաժնետոմսերը, հաշիվները։ Դավիթը հետ քաշվեց, ասեց հարվածս ստացած լիներ։ Ոչ, անմիջապես ասաց նա, այդպես չի կարելի։ Նրանք էլ քո երեխաներն են։ Երեխաներ, որոնք դուռը փակեցին իմ առջև, երբ խփում էի։ Կոշտ պատասխանեցի ես։ Դուք պատրաստ էիք ձեր մատանիները վաճառել, իսկ նրանց նույնիսկ գորգի վրա չէր կարեկցում թողնել։ Նարեն դրեց ափը իմ ձեռքին։ Մամ, հասկանում եմ ձեր զայրույթը եւ ցավը, հասկանում եմ, բայց կտակով հարվածել նրանց, դա ավելի շատ վրեժ է, քան ճշմարտություն։ Սա վրեժ չէ, համարեցի ես, թեև ներսում գիտեի, որ մասամբ նա ճիշտ է։ Սրանք հետևանքներ են։ Չի կարելի ամբողջ կյանքը վարվել ինչպես նրանք եւ սպասել, որ ամեն ինչ անպատիժ կմնա։ Դավիթը նստեց դիմացս, արմունկները դրեց սեղանին, սեղմեց ձեռքերը։ Ես չեմ ուզում հարստանալ նրանից, որ եղբայրս եւ քույրս ծախողն եմ, հանգիստ ասաց նա։ Ես ընդհանրապես ոչ փողի համար եմ ընտրել դպրոցը, ուզում էի աշխատել երեխաների հետ, ոչ թե հաշվել օտարների միլիոնները։ Ինձ բավարարում է այս տունը, մեր կյանքը։ Նա լուրջ նայեց ինձ։ Չես ուզում այլևս պահել նրանց, մի պահիր։ Դա նորմալ է, բայց վերջնականապես հանել նրանց, դա հարված է, եւ քեզ էլ։ Նարեն գլխով արեց։ Եկեք այսպես անենք։ Այսօր ոչինչ անդառնալի մի արեք։ Թող Ռուբենը գա, թող Անին եւ Արթուրը գան եւ լսեն ամեն ինչ։ Կհանդիպեն այն բանի հետ, ինչ արել են, բայց կտակը հետաձգեք, տվեք նրանց առնվազն փորձելու շանս, փոխվելու։ Ոչ թե փողի համար, այլ իրենց համար։ Նրանք չեն փոխվի, դառը ասացի ես նրանց գիտեմ։ Գիտեիք, մեղմ ուղեց Նարեն, եւ մարդիկ երբեմն կարող են զարմացնել։ Եկեք առնվազն նայենք, եթե սխալվենք, այդքան էլ վիրավորական չի լինի, քան եթե դեն նետենք նրանց առանց շանս տալու։ Նայեցի ժամացույցին, մինչև Ռուբենի գալը մնացել էր 1 ժամից մի քիչ ավելի։ Մինչև այն պահը, երբ այս ներկայացումը կդառնա բաց բեմ, շատ քիչ ժամանակ էր մնացել։ Լավ, վերջապես ասացի ես։ Կզանգեն Ռուբենին եւ կասեմ, որ կտակը դեռ չհպի։ Թող բերի միայն այն փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ ես սնանկ չեմ։ Նորից վերցրի հեռախոսը, հավաքեցի նրա համարը։ Ռուբեն, ասացի, երբ պատասխանեց, փոքր փոփոխություն։ Եկեք ինչպես պայմանավորվել էինք, բայց կտակի թղթերը մի բերեք։ Այսօր ոչ մի փոփոխություն չի լինի։ Այսօր մեզ մոտ ոչ մահապատիժ է, այլ թռիչքի վերլուծություն։ Հասկացա, պատասխանեց նա։ 20 րոպեից կլինենք։ Անջատեցի եւ բարձրացրի աչքերս Դավիթի եւ Նարեի վրա։ Արջևում էր հանդիպում, որը ես հետաձգել էի ամբողջ կյանքում։ Եվ այս անգամ թաքնվել ոչ փողերի, ոչ հաշվետվությունների հետևում, այլևս չի ստացվի։ Մինչև Ռուբենի գալը րոպեները ձգվում էին ինչպես ռետին։ Նստած էինք նրանց փոքրիկ սենյակում։ Ես սեղանի մոտ սառչող սուրճի բաժակով։ Դավիթը նյարդայնորեն պտտում էր հեռախոսը ձեռքերում։ Նարեն խոհանոցում էր։ Երբ բակում միաժամանակ արգելակեցին 2 մեքենա, սիրտս թռավ։ Նայեցի պատուհանից։ Նրանց համեստ ամբակը մտան 2 սև ամենագնացներ։ Ցենկապատի եւ կործառերի ֆոնին դրանք թվում էին այլմոլորակային առարկաներ։ Հարևանները անմիջապես սկսեցին դուրս նայել պատուհաններից։ Մեկը նույնիսկ դուրս եկավ բակ, տեսք տալով, թե պարզապես ծխելու է գնում։ Առաջին մեքենայից իջավ Ռուբենը, պորտֆելով։ Նրա հետ երիտասարդ օգնականը։ Երկրորդից 4 տղամարդիկ խիստ կոստյումներով։ Պահակներ։
Նրանք այս փոքրիկ բակում թվում էին հատկապես օտար։ Բացեցի դուռը նախքան նրանք հասնեին աստիճանահարթակին։ Ռուբենը տեսավ ինձ, եւ մի վայրկյան նրա աչքերում անկեղծ ցնցում երևաց։ Մարիամ Հովհաննիսյան, արտաշնչեց նա։ Ձեզ չի կարելի ճանաչել։ Հիանալի կոմպլիմենտ, բռնկեցի ես։ Բայց հիմա դուք հաստատ երբեք չեք մոռանա, թե ինչպես է թվում ձեր հաճախորդը առանց դիմահարդարման եւ օտար սպորտային կոստյումով։ Հետ քաշվեցի։ Մտեք, ծանոթացեք, սա Դավիթն է եւ Նարեն։ Միակ մարդիկ, ում համար կարևոր էր, թե ինչպես եմ, երբ կանգնած էի նրանց դրան մոտ։ Դավիթը եւ Նարեն դուրս եկան միջանցք։ Երևում էր, թե որքան անհարմար է նրանց այս պաշտոնականությունը։ Նարեն մեքենայաբար սրբեց ձեռքերը գուլպաներին, ասեց վախենար ինչ-որ մեկին կեղտոտելուց։ Ռուբենը ձեռքը մեկնեց։ Շատ ուրախ եմ ծանոթության համար, ասաց նա անսպասելիորեն տաք։ Վերջին օրերին շատ եմ լսել ձեր մասին։ Հազիվ թե ինչ-որ լավ բան, փորձեց կատակել Նարեն։ Հենց հակառակը, լուրջ պատասխանեց Ռուբենը։ Մենք անցանք սենյակ։ Պահակները մնացին կանգնած անկյուններում։ Նրանց ակնայդորեն տեղ չկար։ Տունը փոքր էր, ամեն ինչ երևում էր։ Նրանք թվում էին այլ հավաքածուի կահույք։ Ռուբենը դրեց պորտֆելը սեղանին, բացեց, հանեց կոկիկ թղթերի կույտ։ Սկսենք, ասաց նա գործնական տոնով, որը ես լավ գիտեի։ Ահա վերջին շաբաթների հաշվետվությունները ձեր ընկերությունների մասին։ Ամեն ինչ նորմալ է աշխատում։ Շահույթը նույնիսկ մի փոքր ավելի բարձր է պլանայինից։ Նա սովորական շարժումներով դրեց առջևս փաստաթղթերը, ցույց տալով հիմնական թվերը։ Ոչ մի սնանկություն, ոչ մի ակտիվների կորուստ չկա։ Ամեն ինչ, ինչ խաղացել ենք, միայն ձեր երեխաների համար էր։ Դավիթը ձգվեց դեպի թղթերը, վստահ վերցրեց մեկը, երկրորդը։ Աչքերը լայնանում էին, որքան ավելի էր կարդում։ Մայրիկ, բարձրացրեց նա հայացքը ինձ վրա։ Իրոք է դա։ Թվերը իրական են, գլխով արեցի ես։ Ես ոչ մի կոպեկ չեմ կորցրել։ Ռուբենն ավելացրեց. Այսօրվա դրությամբ ձեր անձնական կարողությունը մոտ 3.5 միլիարդ դրամ է։ Գումարած անշարժ գույքը, գումարած խոլդինգի բաժնետոմսերը։ Դուք դեռ երկրի ամենահարուստ կանանցից մեկն եք, եթե չասենք առաջին տասնյակում։ Նարեն գունատվեց, ձեռքը դրեց շուրթերին։ Մենք երեք նստած հաշվում էինք, թե որքան կտան մատանիների դիմաց գրամատանը։ 150,000։ Նա հայացքը թղթերից տեղափոխեց ինձ վրա։ Դուք կարող էիք գնել 1000 նման մատանի եւ չնկատել։ Հենց դա էլ պատճառն է, հոգնած պատասխանեցի ես, որ դուք պատրաստ էիք հանձնել իմ համար, մինչդեռ մյուս երկուսը նույնիսկ դուռը չբացեցին։ Ռուբենը շրջեց թղթերը։ Եվ այսօր առավոտյան, ինչպես քննարկել էինք, ես զանգել եմ Անիին եւ Արթուրին, ասել եմ, որ ունեմ նոր տեղեկություններ ձեր ֆինանսական վիճակի մասին եւ խնդրել եմ գալ այստեղ ժամը 10-ին։ Երկուսն էլ հաստատել են։ Նայեցի ժամացույցին։ Առանց 10 րոպեի 10 էր, սիրտս անհաճո խփեց ներսից։ Չգիտեմ կկարողանամ այստեղ նստել երբ կան, հանգիստ ասաց Դավիթը։ Ազնիվ ասաց մայրիկ, չգիտեմ կդիմանամ նրանց դեմքերին, երբ հասկանան։ Դու պետք է լինես, ընդհատեցի ես։ Սա ոչ միայն նրանց մասին է, այլև քո մասին։ Նա անհասկացող նայեց։ Դու ամբողջ կյանքդ լսել ես նրանցից, որ դու չես հասնում, ապրում ես ցածր մակարդակով, որ քո կինը ոչ մի զույգ չէ։ Հիմա նրանք ստիպված կլինեն աչք առաջ նայել այն մեկին, ով իսկապես մարդ էր։ Դու իրավունք ունես դա տեսնելու։ Նարեն սեղմեց նրա ձեռքը։ Ես կլինեմ կողքիդ, ասաց նա։ Եթե շատ ծանր լինի, դուրս կգանք մի րոպե, բայց փախչել չենք փախչի։ Պահակները արդեն երկար ժամանակ կանգնած էին ինչպես արձաններ սենյակի անկյուններում։ Ռուբենը ստուգում էր ժամացույցը, նայում էր ինչ-որ գրառումներ։ Մոտեցա պատուհանին։ Բակը ափի մեջ էր։ Հենց ժամը 9:20-ին բակ մտավ Անիի սպիտակ Մերսեդեսը, ինչպես գովազդում։ Ցանկապատի ֆոնին այն թվում էր գրեթե ծաղր։ Անին իջավ կրեմագույն վերարկուով միջև ծունկը, կրունկներով, հսկայական արևային ակնոցներով, թեև արև գրեթե չկար։ Մազերը դասավորված էին ինչպես համսագրում։ Նա շուրջը նայեց, դեմքը խեղաթյուրեց տեսնելով մոտակա տները։ Մի քանի րոպե հետո դարպասի մոտ մոտեցավ Արթուրի մոխրագույն BMW-ն։ Նա իջավ, մի հարյացքով նայեց տանը, հետո ժամացույցին։ Ակնհայտորեն շտապում էր, եւ դժգոհ էր, որ ընդհանրապես կանչել են այստեղ։ Նրանք հանդիպեցին դարպասի մոտ։ Ես լսում էի նրանց բացված փոքրիկ պատուհանից։ Ես չեմ հասկանում, գրգռված ասաց Անին։ Ինչ է անում մայրիկի փաստաբանը այստեղ։ Նա նայեց Դավիթի տանը։ Տեղյակ ես։ Ոչ մի գաղափար չունեմ։ Նույն դժգոհությամբ պատասխանեց Արթուրը։ Նա ասաց, որ կարևոր է։ Եկեք արագ անենք։ Իմ մոտ այսօր վիրահատություն է, ոչ թե զբոսանք աղքատ թաղամասերով։ Հենց դա էլ,
Ֆշշացրեց նա։ Եթե սա նրա հիստերիայի մի տեսակ է, ես իսկապես կպայթեմ։ Նրանք առանց խփելու բացեցին դարպասը, վստահորեն անցան արահետով դեպի դուռը։ Եվ միայն դրան մոտ Անին կանգ առավ եւ կտրուկացած։ Միայն նայիր Արթուր, եթե հիմա սկսվեն արդյունքները, թե որքան դժվար է նրան, միշտ ապիր ինչ-որ բան ստորագրել։ Նախ ստուգենք ամեն ինչ։ Փոքր չեմ, կհասկանամ, բռնեկեց նա։ Դրան խփոցը հնչեց այնպես, ասեց ոստիկանություն է եկել, ոչ թե սեփական երեխաները։ Դավիթը ցնցվեց։ Մի վայրկյան նրա աչքերը շրջվեցին դեպի ինձ։ Բացել թե ոչ։ Գլխով արեցի։ Նա խոր շունչ քաշեց, գնաց դրանը եւ բռնեց բռնակը։ Այդ կողմից նորից խփեցին, արդեն անհամբեր։ Այդ պահին ես հանկարծ շատ հստակ հասկացա, որ այսօրվա օրը ոնց էլ ավարտվի, մեր նախկին ընտանիքը այլևս երբեք չի լինի։ Եվ դուռը դանդաղ բացվեց։ Դավիթը բացեց դուռը, եւ բացվածքում միաժամանակ հայտնվեցին երկուսը՝ Անին եւ Արթուրը։ Նրանք ակնհայտորեն սպասում էին տեսնել ում որևէ մեկին, բայց ոչ նրան։ Իսկ դու ինչ ես անում այստեղ, խոժորվեց Անին առանց ողջունելու։ Սա ընդհանրապես ում տունն է։ Իմը, հանգիստ պատասխանեց Դավիթը, թեև ես տեսնում էի, թե ինչպես է նրա ծնոտը դողում։ Ես այստեղ եմ ապրում։ Նա զարմացած թարթեց աչքերը, արագ սահեցրեց հայացքը աստիճանահարթակով, կլպված ցանկապատով, հարևան տներով, եւ շուրթերի անկյունները ինքնաբերաբար մի փոքր արհամարհանքով իջան։ Բացադրիր արդեն ինչ ցիրկ է սա, բռնկեց Արթուրը։ Իմ մոտ ժամանակ չկա։ Մտեք, միջամտեցի ես։ Եթե եկել եք, նշանակում է ժամանակ կգտնեք։ Նրանք երկուսն էլ ցնցվեցին լսելով իմ ձայնը, եւ միայն այդ ժամանակ նկատեցին ինձ միջանցքի խորքում Նարեի սպորտային կոստյումով, պարզ հավաքված մազերով։ Մայրիկ։ Անին ակնոցները իջեցրեց քթի ծայրին, ուղակի նայեց։ Դու ինչու ես այստեղ։ Դու ասում էիր, որ ոչինչ չունես, ավելացրեց Արթուրը։ Ինչպես ես ընդհանրապես հասել։ Ինձ պետք չէր գալ, պատասխանեցի ես։ Ես արդեն 3 օր է այստեղ եմ, հենց այն երեկոյից, երբ խփեցի ձեր դռները։ Հետ քաշվեցի սենյակ, տեղ տալով նրանց անցնելու։ Նրանք մտան, շուրջը նայեցին։ Փոքրիկ սենյակ, բազմոց, սեղան, որի վրա Ռուբենն արդեն դրել էր փաստաթղթերը։ Պահակները անկյուններում։ Նարեն պատին, սեղմած ձեռքերով։ Անին հետազոտող հայացքով նայեց Ռուբենին, հետո թղթերին։ Դուք հեռախոսով ասացիք, որ ունեք տեղեկություններ մայրիկի իրավիճակի մասին, Սարա ասաց նա, ոչ թե որ կկազմակերպեք մեզ ներկայացում այսպիսի։ Նա մի փոքր շարժեց ձեռքով դեպի դեկորացիաները։ Սա ներկայացում չէ, ասացի ես, սա օրերի արդյունք է։ Սենյակում իջավ լռություն, միայն պատիժամացույցը հանգիստ տկտկում էր։ Սկսենք հերթով, շարունակեցի ես։ 3 օր առաջ երեկոյան ես խոփեցի քո դուռը, Անի, ասացի, որ ամեն ինչ կորցրել եմ, որ գիշերում եմ կայարանում, որտեղ չունեմ գիշերելու։ Դու նույնիսկ գորգի վրա չթողեցիր, վախենում էիր, որ հարևանները կտեսնեն անօթևան կնոջը դարպասի մոտ։ Դու թվում էիր, կտրուկ ընդհատեց նա։ Նա կտրեց խոսքը, բայց այնուամենայնիվ նայեց իմ հագուստին, ինչպես ցանկացած փողոցային մարդու։ Հիմա տեսնում ես, թե քանի խաբեբա է շրջում կեղծվելով։ Նշանակում է, եթե դա օտար կին լիներ, նա չէր արժանի նույնիսկ միջանցքում աթոռի եւ թեյի բաժակի, հանգիստ հարցրեց Նարեն։ Անին կարճ զայրացած հայացքով նայեց նրան, բայց լռեց։ Հետո ես գնացի քեզ մոտ, Արթուր, շրջվեցի դեպի որդիս։ Դու ինձ ընդունեցիր միայն միջանցքում, տվեցիր 30,000 եւ դուրս հրեցիր, բացատրելով, որ ես ռիսկ եմ քո հեղինակության եւ վիրահատությունների առջև ստրեսի համար։ Նա ցնցվեց, ուզեց ինչ-որ բան առարկել, բայց բառեր չգտավ։ Իսկ այստեղ գլխով արեցի դեպի Դավիթը եւ Նարեն։ Ինձ անմիջապես բացեցին, առանց հարցերի, տվեցին իրենց անկողինը, իրենք պարկեցին բազմոցին, կիսվեցին ուտելիքով եւ 3 գիշերը պատրաստվում էին գրավատուն տանել իրենց ամուսնական մատարիները, որպեսզի գնեն ուտելիք։ Ես տեսնում էի, թե ինչպես են փոխվում Անի եւ Արթուրի դեմքերը։ Սա ստուգում էր, արտաշնչեց Արթուրը, վերջապես հավաքելով պատկերը։ Դու մեզ ստուգել ես։ Ես փնտրում էի ճշմարտությունը, ուղեցի ես, թե ինչպիսին եք իրականում, ոչ ռեստորաններում եւ տոներին, այլ երբ իմ տուն է գալիս դժբախտությունը։ Ուզում էի իմանալ, ունեմ երեխաներ, թե միայն սպառողներ։ Անի աչքերը բորբոքվեցին։ Նշանակում է դու հատուկ հագնվեցիր ինչպես անօթևան, եկար մեզ մոտ ստեցիր սնանկության մասին եւ հիմա մեզ մեղադրում ես, որ չշտապեցինք փրկել քեզ։ Սա թակարդ է, անազնիվ է։ Այո, անազնիվ է։ Զգացի, թե ինչպես է ներսում ինչ-որ բան շարժվում։ Անազնիվ է, երբ մայրը կանգնած է քո դռան տակ, իսկ դու մտածում ես միայն այն մասին, թե ինչ կասեն ակումբում։ Անազնիվ է, երբ որդին համարում է, որ իր կարգավիճակն ավելի կարևոր է, քան թե որտեղ է գիշերում իր մայրը, նույնիսկ եթե վստահ է, որ նա իսկապես առանց կոպեկի է։ Արթուրը սեղմեց շուրթերը։ Բայց դու ինքդ ասացիր, որ սնանկացել ես, համառեց նա, որ ոչինչ չունես։
Իսկ իրականում, միջամտեց Ռուբենը, հանգիստ, բայց ամուր, թույլ տվեք ավելացնեմ մի քանի փաստ։ Նա վեր կացավ, մոտեցրեց պապկեն։ Ձեր մորը ոչինչ չէր սպառնում, ասաց նա նայելով երկուսին։ Ոչ մի սնանկություն չի եղել եւ չկա։ Ընկերությունները աշխատում են կայուն, շահութաբեր։ Հիմա Մարիամ Հովանիսյանի մոտ 3.5 միլիարդ դրամ ակտիվներ կան, գումարած անշարժ գույքը։ Անիի շուրթերը դողացին, Արթուրը գունատվեց։ Նշանակում է, խուլ արտասանեց Անին։ Այս ամբողջ ժամանակ նա փող ուներ, եւ երբ նա եկավ քեզ մոտ այդպիսի տեսքով, նա փող ուներ, հաստատեց Ռուբենը։ Բայց նա գիտակցաբար որոշեց ժամանակավորապես ապրել այնպես ասես չունի, որպեսի տեսնի, թե ինչպես կվարվեն իր երեխաները։ Հիանալի, բորբոքվեց Արթուրը։ Նշանակում է, սա ներկայացում էր փորձի համար։ Մենք վարվեցինք այնպես, ինչպես վարվում են նորմալ մարդիկ, երբ հանկարծ գալիս է անծանոթը, պատմելով կործանման մասին, եւ հիմա մեզ դրա համար կդատեն, ինչպես հանցագործության։ Դու վարվեցիր ոչ թե որպես նորմալ մարդ, հանգիստ ասաց Դավիթը, վեր կենալով բազմոցից։ Առաջին անգամ լսում էի նրա մոտ այդպիսի տոն։ Դու վարվեցիր որպես բժիշկ, ով ուզում է շուտ հեռացնել բարդ հիվանդին։ Միայն հիվանդը քո սեփական մայրն էր։ Արթուրը շրջվեց դեպի նա։ Դու ընդհանրապես լռիր, կտրուկ նետեց նա։ Քո մոտ քո կյանքն է, քո աշակերտները։ Դու չես հասկանում, թե ինչ է ռիսկը հեղինակության համար, պրակտիկայի համար։ Բայց ես հասկանում եմ, ընդհատեց նրան Դավիթը, թե ինչ է բացել դուրը եւ մորը տուն ընդունել, եւ ոչ թե դուրս հրել փողոց։ Նա խոսում էր ոչ բարձրաձայն, բայց ամեն բառը ինչպես մեղ։ Քանի տարի դուք երկուսդ վերից եք նայել ինձ, շարունակեց նա։ Ծիծաղել եք, որ ես դպրոցում եմ աշխատում, որ կոպեկներ եմ վաստակում, որ իմ հավաբնում եմ ապրում, որ նարեն չի հասնում։ Եվ երբ մայրը եկավ հուսահատության մեջ, պարզվեց, որ փողերը, որոնցով այդքան հպարտանում էիք, չարժեն նույնիսկ մեկ գիշեր բազմոցին, իսկ մեր հավաբունը միակ տեղն էր, որտեղ նրան ընդունեցին։ Անին փորձեց միջամտել։ Դու չգիտես, թե ինչ էինք մենք զգում, երբ նա եկավ, բայց ձայնը դողաց։ Գիտեմ, հանգիստ պատասխանեց Նարեն։ Ես ինքս տեսել եմ, թե ինչպես եք խոսում մեզ հետ տոներին, ինչպես եք աչքերը գլորում, երբ ես խոսում եմ իմ աշխատանքի մասին։ Դուք երբեք լուրջ չեք ընդունել մեզ։ Մենք տեսանք միայն մարդու, ով վատ է։ Ծանր լռություն իջավ։ Թող ես էլ ասեմ, միջամտեց Ռուբենը։ Նա կոկիկ դասավորեց թղթերը, որպեսզի ոչ ոք չկպչի թվերին։ Երեք նախքան Մարիամ Հովանիսյանը գալը կրծեր որդու մոտ, նա զանգեց ինձ եւ տվեց շատ հստակ հանձնարարություն, պատրաստ էր փաստաթղթեր կտակի փոփոխության համար։ Անին ցնցվեց։ Ինչ կտակի։ Սովորական, հանգիստ պատասխանեց Ռուբենը, որը նկարագրում է, թե ում ինչ կհասնի, երբ ձեր մայրը չլինի։ Եվ նրա երեկվա հանձնարարությամբ ամեն ինչ պետք է անցներ Դավիթին եւ Նարեին։ Ամբողջությամբ։ Ձեզ երկուսիդ, Անի եւ Արթուր, նա հրամայեց հանել կտակից։ Անիի ոտքերը կարծես թուլացան։ Նա բառացիորեն ընկավ մոտակա աթոռին։ Դու չես կարող այդպես անել, շշնջաց նա, լայն բացված աչքերով նայելով ինձ։ Դու իրավունք չունես։ Կարող եմ, պատասխանեցի ես, եւ երեք վստահ էի, որ սա միակ ճիշտ որոշումն է։ Արթուրը քայլարեց առաջ, մի փոքր թեքվեց դեպի ես։ Միայն մեկ իրավիճակի համար։ Սա մեկ իրավիճակ չէ, ընդհատեցի ես, սա վերջին տարիների մեր հարաբերությունների կոնցենտրատն է։ Մեկ գիշերվա մեջ ասես ռենտգենով ամեն ինչ տեսա միանգամից, թե ով եք դուք ինձ համար իրականում։ Հայացքս տեղափոխեցի Դավիթի եւ Նարեի վրա։ Եվ ովքեր են նրանք։ Սենյակում այնպիսի լարվածություն իջավ, որ օդը գրեթե շոշափելի դարձավ։ Իսկ հիմա ինչ, հազիվ լսելի հարցրեց Անին։ Դու արդեն ամեն ինչ ստորագրել ես, մենք քեզ համար այլևս ոչ ոք ենք։ Ուղիղ նայեցի նրա աչքերին։ Չեմ հասցրել ստորագրել։ Դավիթը եւ Նարեն համոզեցին ինձ հետաձգել այդ քայլը մեկ խոսակցության համար։ Նա կուլ տվեց, մի հայացքով նայեց եղբորը եւ հարսին։ Աչքերից արցունքներ էին հոսում, բայց ես չափազանց լավ էի ճանաչում նրան, որպեսզի շփոթեմ փող կորցնելու վախը մոր կորուստի վախի հետ։ Այո, հանգիստ ասացի ես։ Այսօր է որոշվում, կմնաք դուք իմ կյանքում եւ կտակում, թե իսկապես վերջնական կհանեմ ձեզ։ Լռություն իջավ։ Միայն ժամացույցներ տկտկում եւ խոհանոցում թեյնիկը սեղմվեց, անջատվելով։ Առաջինը խախտեց լռությունը Անին։ Ձայնը դարձավ ավելի բարակ, քան սովորաբար։ Մայրիկ, հասկանում եմ, որ դու զայրացած ես։ Ես ինքս իմ վրա չեմ կարողանում նայել, բայց մեզ կյանքից եւ կտակից հանելը չափից դուրս է։ Չափից դուրս, կրկնեց Արթուրը։ Մենք գուցե ոչ իդեալական վարվեցինք, բայց դա շոկ էր։ Դու հայտնվեցիր որպես փողոցային մարդ, ստեցիր կործանման մասին։ Ցանկացածը կշփոթվեր։ Ցանկացածը ոչ, հանգիստ նկատեց Նարեն։ Մենք չշփոթվեցինք։ Արթուրը նայեց նրան այնպես, ասես առաջին անգամ իսկապես տեսներ։ Դու ընդհանրապես լռիր, արտաշնչեց նա։ Դու այստեղ ինչ կապ ունես։ Կապ ունի, միջամտեց Դավիթը, որ հենց նա էր երեք մտածում, թե ինչպես իր մատանիները գրավատուն տան մեր մայրիկի համար։ Նա նայեց Անիին, եւ երկու համեստ մատանիները, որոնք նրանց համար միակ շքեղությունն էին։
Ես բարձրացրի ձեռքս կանգնեցնելով վեճը։ Բավական է, հոգնած ասեցի։ Եկեք հերթով, ես ուղիղ մարդ եմ, ուստի կխուսեմ այնպես, ինչպես մտածում եմ։ Նայեցի ավագ երեխաներին։ Այսօր մահապատիժ չեմ կազմակերպի, շարունակեցի ես, բայց նաև տեսք չեմ անելու, թե ոչինչ չի պատահել։ Խոր շունչ քաշեցի։ Փողային նվերները ավարտվեցին։ Ամեն ինչ, այլևս ոչ մի մայրիկ փոխանցիր, ոչ մի խոհանոց 60 միլիոնով, ոչ մի բաժնետոմս ընկերոջ կասկածելի բիզնեսում։ Դուք չափահաս մարդիկ եք, բարձրագույն կրթությամբ, ձեռքերով, ոտքերով եւ գլխով։ Ապրեք ձեր հնարավորություններով։ Անին ցնցվեց, նշանակում է ամեն ինչ։ Այո, հենց այն պատճառով, որ ես ձեզ համար ամեն ինչ էի անում։ Մենք հիմա այստեղ ենք, ընդհատեցի ես։ Ես ինքս ձեզանից եմ ստեղծել այն, ինչ դուք եք, եւ հիմա փորձում եմ առնվազն կյանքիս վերջում ինչ-որ բան շտկել։ Շունչս առա եւ ավելի հանգիստ, բայց ամուր ավելացրի։ Գտակը այսօր չեն քպի։ Դա ճիշտ է, բայց եթե ուզում եք մնալ դրանում եւ գլխավորը իմ կյանքում, կլինեն պայմաններ։ Արթուրը կորուստով շփտաց։ Պայմաններ, ինչպես պաշտոնյայի մոտ։ Լավ, եկեք, որոնք են։ Առաջինը, մատները ծալելով, որպեսզի ինքս չշփոթվեմ։ Ընտանեկան թերապիա, բոլորս 4-ով։ Ես, դուք երկուսդ, Դավիթը։ Կանոնավոր, ոչ մեկ անգամ։ Առնվազն 1 տարի։ Անին բորբոքվեց։ Մայրիկ, դու լուրջ ես։ Ես պետք է գնամ հոգեթերապևտի մոտ, եւ նա ձեռքով ցույց տվեց Դավիթի եւ Նարեի կողմը։ Այսպիսի կազմով, այն կազմով, որ ունեմ, պատասխանեցի ես։ Մեկ այլ ընտանիք չունեմ։ Երկրորդը, շարունակեցի առանց նրանց ընդհատելու թույլ տալու։ Կամավորություն, դուք երկուսդ, Անի եւ Արթուր։ Ոչ թե փոխանցել, ոչ թե բարեգործական հիմնադրամ, որտեղ պայուսակով իրեր եք գնել եւ մոռացել, այլ ձեռքերով, գիշերօթիկներ, անօթևանների ապաստարաններ, բարեգործական ճաշարաններ, ընտրեք ինքներդ։ Բայց որպեսզի ձեր աչքերով տեսնեք այն մարդկանց դեմքերը, ովքեր ապրում են այնպես, ինչպես դուք եք մտածեցիք, որ ես եմ ապրում։ Արթուրը ֆշշացրեց։ Իմ մոտ վիրահատություններ են, հերթով հիվանդներ, ժամանակ չունեմ։ Ժամանակ ունես, հանգիստ ասացի ես։ Ցանկություն չունես, բայց դա արդեն ձեր խնդիրն է։ Նայեցի Ռուբենին։ Կֆիքսես, որպեսզի հետո չասեն, այդպես չենք հասկացել։ Արդեն գրում եմ, գլխով արեց նա, հանելով բլոկնոտը։ Երրորդը, շրջվեցի երեխաների կողմը։ Ներողություն, իսկական, ոչինչ։ Ես արդեն լսել եմ ձեր մայրիկ ներողությունը 1000 անգամ, ամեն անգամ, երբ ինչ-որ բան պետք էր։ Իսկ Դավիթին եւ Նարեին տարիների անբարտավանության, կատակների նրանց մակարդակի մասին, կողմնային հայացքների համար, եւ ոչ մեկ անգամ իմ ներկայությամբ, այլ այնքան, որքան պետք է, որպեսզի դա հասնի։ Անին ձեռքերը բարձրացրեց։ Սա արդեն ինչ-որ նվաստացում է։ Այն թե ինչպես եք վարվել մեզ հետ, հենց դա է նվաստացումը, հանգիստ պատասխանեց Նարեն։ Եվ ոչ միայն մեզ, ազնվորեն ասաց։ Գլխով արեցի։ Չորրորդը, ժամանակ, իսկական, ոչ թե զանգեր, երբ ինչ-որ բան պետք է, ոչ թե շնորհավորանքներ շաբլոնային բացիկներով, համատեղ ճաշեր, հանդիպումներ, երբ խոսում ենք ոչ թե ում որքան են փոխանցել, այլ թե ինչպես ենք ապրում։ Եվ սա ոչ թե պարտադիր ծրագիր է ժառանգության համար, այլ փորձ կառուցելու նորմալ հարաբերություններ։ Առաջ թեքվեցի։ 3 տարի։ Այդքան կլինեք փորձաշրջանում։ Ռուբենը դա կձևակերպի որպես առանձին հավելված գտակին։ Եթե չկատարեք թեկուզ 1 կետը, ես նոր թուղթ եմ գրում, եւ ամեն ինչ իսկապես անցնում է Դավիթին եւ Նարեին, առանց խոսակցությունների։ 3 տարի։ Խուլ կրկնեց Արթուրը։ Սա ինչ-որ աբսուրդի թատրոն է։ Սա նվազագույնն է, պատասխանեցի ես։ Ձեր դռների մոտ տեսածից հետո 1 ամսվա թերապիայով վստահությունից խոսելը ծիծաղելի է։ Անին գլուխը իջեցրեց։ Արդյունքները հոսում էին, բայց նույնիսկ չէր սրբում։ Իսկ եթե մենք, կտրեց նա, եթե փորձենք եւ չստացվի, ապա այդ դեպքում հանգիստ միջամտեց Նարեն, առնվազնը կիմանաք, որ ազնվորեն փորձել եք, եւ դուք թեկուզ 1 անգամ ինչ-որ բան արել եք ոչ թե փողի համար։ Հայացքս տեղաթողեցի կրծերներին։ Հիմա ձեր մասին, ասացի ես։ Դավիթ, Նարե, եկեք այստեղ։ Նրանք փոխադարձ նայեցին, վեր կացան, մոտեցան սեղանին։ Տեսք այնպիսին էր, ասես ես պատրաստվում եմ հանդիմանել նրանց եւ ոչ թե շնորհակալություն հայտնել։ Դուք երկուսդ ցույց տվեցիք ինձ այն, ինչ ես վաղուց դադարել էի տեսնել, շարունակեցի ես, որ սերը կարող է լինել առանց պայմանների։ Եվ ես հիմա ոչ փողի մասին եմ խոսում։ Շրջվեցի Ռուբենի կողմը։ Խնդրում եմ բե այդ ծրարը։ Նա գլխով արեց, հանեց պորտֆելից հաստ սպիտակ ծրար, դրեց Դավիթի առջև։ Բացիր, ասացի ես։ Դավիթը վերցրեց այն անվստահորեն, ասես այնտեղ ռումբ լիներ։ Զգուշորեն բացեց, հանեց մի քանի թերթ։ Աչքերը սկսեցին վազել տողերով։ Պայմանագիր, կտրեց նա, նվիրատվություն։ Նարեն նայեց ուսի վրայով, եւ նրա շունչը կտրվեց։ Մամ, սա ինչ է։ Սա տուն է, ասացի ես։
Նորմալ տուն, 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, մեծ հողամասայգիով եւ ջերմոցով։ Շրջանը ոչ հեռու է քո դպրոցից, Դավիթ, այնտեղ հանգիստ է, անվտանգ է եւ հիպոթեքի համար ոչ ոք չի վճարի, որովհետեւ այն չկա։ Մենք չենք կարող, անմիջապես արտաշնչեց Դավիթը, սա չափից շատ է, մենք ոչինչ այդպիսի չենք արել։ Արել եք, ընդհատեցի ես, դուք բացեցիք դուռը, տվեցիք ինձ ձեր անկողինը, պատրաստ էիք հրաժարվել միակ մատանիներից, եւ գլխավորը դուք կանեիք այս ամենը, նույնիսկ եթե ես իսկապես աղքատ լինեի։ Առաջին անգամ այս օրերին ժպտացի գրեթե հանգիստ։ Սա ոչ թե պարգև է լավ վարքի համար, սա ճանաչում է, ուզում եմ, որ դուք ապրեք ոչ թե այդ տուփում, որի համար դողում եք, այլ տեղում, որը իսկապես ձեռն է։ Նարեն գլուխը թափ տվեց, շուրթերը դողում էին։ Ես իսկապես ոչինչ չեմ սպասել, մենք իսկապես ոչ դրա համար։ Հենց դա էլ պատճառն է, որ դուք ստանում եք, ասացի ես։ Ինձ պետք չէ գնել ձեր բարությունը, նա արդեն ունեք, ինձ պետք է միայն ասել, ես տեսնում եմ դա։ Այդ պահին Անին կտրուկ վերկացավ աթոռից։ Սա անարդար է, գրեթե գոռաց նա։ Մենք էլ քո երեխաներն ենք, ինչու նրանց հիմա տուն, իսկ մեզ փորձաշրջան։ Արթուրը կրկնեց. Այո, նշանակում է մենք ամբողջ կյանքդ պետք էինք, մինչ դու մեզ մեջ ներդրումներ էիր անում։ Իսկ հիմա հայտնվեց սիրելի որդին, ճիշտ հարսը, եւ նրանց տուն ամեն ինչ, իսկ մեզ պայմաններ, կամավորություն եւ կտակից հանելու սպառնալիքներ։ Շրջվեցի նրանց կողմ։ Դուք արդեն ստացել եք ինձանից բնակարաններ, հանգիստ հիշեցրի ես, եւ այնպիսի շրջաններում, որոնք ավելի հեղինակավոր են, քան այս տան գտնվելու վայրը։ Մեքենաներ, ուսում, կապեր, տարիներ շարունակ։ Դավիթը այդ ամբողջ ժամանակ ինձանից խնդրել է միայն խորհուրդ դասերի համար եւ մի քանի անգամ մեքենայի վերանորոգման համար, հետո վերադարձրել է։ Հայացքս տեղափոխեցի կրծերներին։ Նրանց մոտ մեկ փոքրիկ տուն էր հիփոթեքով եւ կահույք, որը հավաքել էին զեղչերով։ Եվ երբ խփեցի ձեր երեքի դռները, միայն այստեղ ինձ ասացին. «Սա էլ քո տունն է»։ Անին սեղմեց բռունցքները։ Նշանակում է սա ամեն ինչ պատիժ է։ Ոչ, պատասխանեցի ես։ Սրանք հետևանքներ են։ Զգացի, թե ինչպես է ներսումս նորից բարձրանում ցավի եւ ամրության տարօրինակ խառնուրդը։ Տունը Դավիթի եւ Նարեի համար ոչ թե հարված է ձեզ, այլ պաշտպանություն նրանց համար։ Նրանք ցույց տվեցին, որ կարող են մարդ լինել առանց փողի։ Ես պարզապես ուզում եմ, որ նրանց մոտ լինի հիմք, որի վրա կարող են հենվել։ Գլխով արեցի թղթերի վրա, որոնք որդու ձեռքում էին։ Եվ որպիսի հասկանաք Անի եւ Արթուր, այս պայմանագիրը արդեն գրանցված է։ Հետ դարձի ճանապարհ չկա, թեկուզ թռչեք։ Անիի դեմքը ձգվեց։ Դու նույնիսկ մեզ հետ չխոսեցիր, շշնջաց նա։ Իսկ դուք ինձ հետ խոսել եք, երբ դուռը փակեցիք, հանգիստ պատասխանեցի ես։ Դավիթը այդ ամբողջ ժամանակ կանգնած էր շփոթված, ասեց մինչև վերջ չհավատար, որ խոսքը իր մասին է։ Մայրիկ, վերջապես ասաց նա, իջեցնելով թղթերը, ես դեռ չեմ ուզում, որ մեր պատճառով նրանցից ամեն ինչ վերցնես։ Ես չեմ ուզում լինել առիթ, որի պատճառով դու հանում ես քո երեխաներին։ Դու առիթ չես, ասացի ես։ Առիթը նրանց ընտրությունն է։ Դու պարզապես ապացույց ես, որ կարելի էր ընտրել այլ կերպ։ Ռուբենը հազաց, հիշեցնելով իր մասին։ Մարիամ Հովանիսյան, մեզ ցանկացած դեպքում պետք է ստորագրել այստեղ եւ այստեղ։ Նա շրջեց պայմանագիրը, որպիսի Դավիթը տեսնի։ Ֆորմալություններ։ Դավիթը վերցրեց գրիչը, ձեռքը դողաց։ Այդ պահին Անին կտրուկ վերկացավ տեղից եւ քայլ արեց առաջ։ Մի համարձակվիր, գոռաց նա, եւ ձայնը կոտրվեց բարձր ճիչի։ Մի համարձակվիր հիմա ստորագրել։ Մի համարձակվիր, գոռաց Անին այնպես, որ նույնիսկ պահակները ցնցվեցին։ Դավիթը սառեց, գրիչը կախված մնաց օդում։ Ես վերկացա։ Անի, հանգստացիր, հանգիստ, բայց կոշտ ասացի։ Հիմա ոչ թե դու ես որոշում։ Իսկ ով? Նա շրջվեց դեպի ինձ, աչքերը լցված էին։ Դու որոշեցիր, որ նրանք լավն են, իսկ մենք վատը։ Ոչ, պատասխանեցի ես։ Դատավճիռը դուք ինքներդ եք կայացրել, երբ դուռը փակեցիք իմ առջև։ Տունը ոչ թե պատիժ է ձեզ համար, այլ շնորհակալություն նրանց։ Արթուրը սեղմեց բռունցքները։ Մայրիկ, դու իսկապես պատրաստ ես մեկ դրվագի համար մեզանից ամեն ինչ վերցնել եւ տալ նրան։ Ուղիղ նայեցի նրան։ Արթուր, սա մեկ դրվագ չէ, սա լեռան գագաթն է։ Ես տարիներ շարունակ աչք եմ փակել ձեր խոսքերի վրա, այն բանի վրա, թե ինչպես եք վերաբերվում Դավիթին, Նարեին, ինձ։ Այս անգամ պարզապես որոշեցի նայել, թե ինչ կլինի, եթե փողերը հանեմ, եւ տեսա ամեն ինչ, ինչ վախենում էի տեսնել։ Հայացքս տեղափոխեցի Դավիթի վրա։ Ստորագրիր որդիս, հանգիստ ասացի։ Սա քոնն է եւ Նարեինը, ըստ իրավունքի, ոչ արյան, այլ արարքների։ Նա նայեց ինձ, Անիին, Արթուրին, հետո խոր շունչ քաշեց եւ ասաց. Ես չեմ ստորագրում ձեր դեմ, հանգիստ ասաց նա ավակներին։ Ես ստորագրում եմ մեր համար, այն բանի համար, թե ինչպես ենք մենք ապրում։ Եվ դրեց ստորագրությունը։ Անին խրպոտ լաց եղավ, ձեռքերով ծածկելով դեմքը։ Արթուրը շրջվեց, նայեց պատին։ Ռուբենը վերցրեց թերթը, արագ նայեց։ Ամեն ինչ տան հետ հարցեր չկան, չոր ասաց նա։ Վերագրանցումն արդեն կատարված է, սա միայն հաստատում է։ Զգացի տարօրինակ թեթևություն, ասեց ներսից մեկ ծանր քար վերջապես շարժվեց։
Հետո անցանք երկրորդ կույտ թղթերին։ Սա արդեն կտակի հետ կապված է, ասաց Ռուբենը։ Ավելի ճիշտ պայմանները, որոնցով Անին եւ Արթուրը մնում են դրանում։ Նա շրջեց դեպի նրանք մի քանի թերթ, գրիչով ցույց տալով տողերը։ Այստեղ ֆիքսված են բոլոր պայմանները։ Ընտանեկան թերապիա, շաբաթը առնվազն 1 անգամ, 3 տարի, կամավորական նախագծերում մասնակցություն, ամսական առնվազն 2 անգամ, ոչ թե ֆինանսական, այլ իրական մասնակցություն ընտանեկան կյանքին եւ վերանայման հնարավորություն, եթե պարտավորությունները չկատարվեն։ Նշանակում է, դու պատրաստվում ես վերահսկել, թե քանի անգամ ես հոգեթերապևտի մոտ բազմոցին պարկել։ Խուլ հարցրեց Անին առանց սովորական հեգնանքի։ Ոչ, պատասխանեցի ես։ Դա երևալի կլինի առանց թղթի։ Թուղթը պետք է որպեսի հասկանաք, սա դատարկ սպառնալիքներ չեն։ Եթե կեղծեք, Ռուբենը կհանի ձեզ կտակից։ Եվ վերջ, վերցրի գրիչը եւ ստորագրեցի իմ թերթին։ Առանց ձեզ սա չի գործում, ասացի ես։ Եթե ուզում եք մնալ, ստորագրեք նույնպես։ Եթե համարում եք, որ սա նվաստացումը, ելքն այնտեղ է։ Վարքյանները ձգվեցին։ Առաջինը մոտեցան ոչ նրանք, այլ Դավիթը։ Ես էլ կստորագրեմ, ասաց նա, ոչ թե խոսակցությունների համար, որ մենք ինչ-որ մեկի դեմ ենք։ Ես պատրաստ եմ գնալ թերապիայի եւ կամավորության բոլորի հետ, եթե պետք է։ Նարեն գլխով արեց։ Ես էլ։ Ռուբենը հայացքը տեղափոխեց ավագների վրա։ Որոշեք, չոր ասաց նա։ Կամ մենք դա ձևակերպում ենք որպես ընտանիքի ընդհանուր համաձայնություն, կամ ես պատրաստում եմ ձեզ համար այլ փաթեթ փաստաթղթեր։ Անին սեղմեց ատամները, սրբեց արցունքները ափերով, մոտեցավ սեղանին։ Լավ, արտաշնչեց նա։ Եթե պետք է որ դու մայրիկ տեսնես, որ ես առնվազն փորձում եմ։ Նա ստորագրեց, թանակը դողաց, բայց ստորագրությունը ստացվեց հարթ։ Արթուրը ամենաերկարը հետաձգվեց, կանգնած էր նայում էր թերթին ինչպես դատավճռի։ Ես չեմ հասկանում, վերջապես ասաց նա։ Ինչպես հասա այն կետին, որ սեփական մայրս ինձ պայմաններ է դնում փաստաբանի միջոցով։ Շատ պարզ, պատասխանեցի ես։ Մանրուքներով, տարի առ տարի։ Նա խեղաթյուրվեց եւ այնուամենայնիվ դրեց ստորագրությունը։ Ռուբենը կոկիկ հավաքեց թղթերը։ Լավ, գործնական տոնով ամփոփեց նա։ Ամեն ինչ կձևակերպեմ։ Առաջին հանդիպումը թերապևտի հետ կնշանակեմ հաջորդ շաբաթ, 3 շաբթի։ Ժամը կհայտնեմ բոլորին։ Ես միայն գլխով արեցի։ Ուշ չկար վիճելու։ Աստիճանաբար լարվածությունը սկսեց իջնել։ Չվերացավ, ոչ, բայց դատարեց սեղմել մինչև սրտխառնոց։ Անին առաջինը վեր կացավ։ Մայրիկ, հանգիստ ասաց նա։ Ես հիմա չեմ ասի, որ գիտակցել եմ եւ փոխվել եմ։ Ես վախենում եմ։ Նա նայեց ինձ, աչքերում եւ արդյունքներ կային, եւ զայրույթ, եւ ինչ որ այլ բան։ Հավանաբար շփոթմունք, բայց եթե դու շանս ես տալիս, ես կփորձեմ, ավելացրեց նա։ Ոչ թե փողի համար, թեև չեմ ստի, նաեւ դրա համար, բայց նաեւ այն պատճառով, որ երեք գիշերը, երբ հասկացա, որ կարող էի իսկապես դուրս նետել քեզ փողոց, ես սզվեցի ինքս ինձանից։ Սա որքան էլ տարօրինակ հնչի, անկեղծ հնչեց, առանց գեղեցիկ արտահայտությունների։ Կտեսնենք, միայն ասացի ես։ Խոսքերը մեկ բան են։ Ես հիմա կհավատամ միայն այն, ինչ տեսնում եմ։ Արթուրը մոտեցավ հետո, երբ արդեն պատրաստվում էր գնալ։ Մայրիկ, ասաց նա, առանց աչքերիս նայելու։ Ես էլ հիմա չեմ կարողանում գեղեցիկ խոսել, բայց այն պահը միջանցքում, երբ քեզ դուրս էի հրում, հիմա գլխումս պտտվում է, ինչպես վատ երազ։ Նա կուլ տվեց։ Եթե արդեն որոշել ես ինձ բուժել թերապիայով եւ գիշերօթիկներով, նշանակում է կբուժվեմ։ Միայն շուտ մի հանձնվիր։ Լավ, դուք մի հանձնվեք, պատասխանեցի ես։ Ես հիմա պատերազմել եմ, հիմա ձեր հերթն է։ Նրանք գնացին։ Նախ Անին, բարձր կրունկներով խփելով աստիճանահարթակին, հետո Արթուրը, ավելի հանգիստ, ուսերը իջեցրած։ Բակում խփեցին նրանց մեքենաների դռները։ Հարևանները դեռ մի որոշ ժամանակ նայում էին նրանց հետևից վարագույրներից, հետո գնացին նայով պահակները։ Տոնը նորից դարձավ փոքր, հանգիստ եւ նեղ։ Մենք մնացինք երեքով, ես, Դավիթը եւ Նարեն։ Լռությունը այդ ամենից հետո այնպիսին էր, որ նույնիսկ ժամացույցի տկտկոցը բարձր էր թվում։ Նստեցի նրանց հին բազմոցին, որը այս օրերին ավելի մոտ դարձավ ինձ, քանի միտալական կահույքները։ Դավիթը նստեց կողքիս, Նարեն մյուս կողմից։ Դե ինչ, արտաշնչեցի ես, կարծես ներկայացումն ավարտվեց։ Սա ներկայացում չէր, մայրիկ, գլուխը թափ տվեց Դավիթը։ Սա կոշտ, բայց ազնիվ ախտորոշում էր, եւ ոչ միայն նրանց համար, ավելի շատ ինձ համար, խոստովանեցի ես։ Նայեցի ինձ կողքից եւ սարսափեցի, շրջվեցի դեպի Նարեն։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, իսկապես, ես քեզ հանդեպ անարդար եմ եղել, երկար տարիներ շարունակ։ Ես մարդկանց չափում էի գումարներով եւ ազգանուններով, եւ ոչ թե նրանց ներսում եղածով։ Դու ստացար ինձանից արհամարհանք աջակցության փոխարեն, եւ ես դա հասկանում եմ միայն հիմա, երբ դու առաջինը ձեռք մեկնեցիր ինձ։ Նարեն ինչպես միշտ չսկսեց երկար խոսքեր, հարաճեց, մի փոքր անհարթ շփտաց. «Մամ, ես վաղուց որոշել եմ, որ մարդկանց պետք է չափել ոչ թե նրանով, ինչ արել են նախկինում, այլ նրանով, ինչ են անում, երբ հասկացել են, որ սխալվել են»։ Նա սեղմեց իմ ձեռքը. «Դուք հիմա անում եք այն, ինչ կարող եք»։ Հանկարծ զգացի, թե ինչպես է ներսից դուրս գալիս ինչ-որ հին լարվածություն, որը տարածել եմ տասնամյակներ շարունակ։ Ոչ ամեն ինչ անմիջապես անհետացավ, ոչ, բայց ասես ինչ-որ մեկը բացել էր պատուհանը խեղդող սենյակում։
Եվ այնուամենայնիվ, ասացի ես, տունը դուք ինձ չեք վերադարձնի, եւ չենք էլ պատրաստվում, ժպտաց Նարեն։ Միայն երբեմն կայցելեմ ձեզ եւ կօգնեմ ծաղիկները ջրել, խոստացա ես, եթե իհարկե թույլ տաք։ Մենք դուռը բացում ենք, պատասխանեց Դավիթը։ Դու արդեն ստուգել ես։ Մենք էլի մի քիչ նստեցինք լուր, յուրաքանչյուրս իր մտքերում։ Առաջինը լռությունը խախտեց Դավիթը։ Գիտես ինչից եմ ամենաշատը վախենում, հարցրեց նա, որ Անին եւ Արթուրը մնան իրենց աշխարհում, կգնան թերապիայի, բայց ներսում ոչինչ չի փոխվի, իսկ դու դեռ հույս կդնես։ Դա արդեն իրենց ընտրությունն է, ասացի ես։ Ես ճանապարհը ցույց տվեցի, մտածեցի եւ ավելացրի։ Ես ինձ համար որոշեցի հետեւյալը. այլևս ոչ ոքի չեմ գնում փողով, այլևս ոչ մի մայրիկ մինչև ուրբաթ փոխանցիր։ Ով ուզում է կողքիս լինել կլինի, ով չի ուզում թող ապրի ինչպես կարծում է ճիշտ։ Նայեցի նրան եւ Նարեին։ Ձեզանից բավական է այն, որ պարզապես կաք, ասացի ես։ Դուք արդեն ապացուցեցիք, որ առանց իմ փողերի կարող եք մարդ լինել։ Հիմա իմ հերթն է սովորել առանց փողի հարաբերություններ կառուցել։ Նարեն խմբագրեց. հնչում է որպես նորմալ սկիզբ երկրորդ կյանքի համար։ Երրորդի ուղեցի ես։ Առաջինը գոյատևման մասին էր, երկրորդը փողի, թող երրորդը լինի մարդկանց մասին։ Մենք ծիծաղեցինք, ոչ բարձրաձայն, ոչ մինչև արցունքներ զվարթ, այլ պարզապես մարդկայնորեն։ Այս ամբողջ գոռոցից եւ թղթերից հետո սա լավագույն ձայնն էր։ Երեկոյան, երբ Դավիթը գնաց ստուգելու տետրերը, իսկ Նարեն դուրս եկավ բակ իր ծաղիկների մոտ, ես մնացի մենակ սենակում։ Նստեցի պատուհանի մոտ։ Պատուհանի տակ կանգնած էր հին կաց սամանուշակով։ Տերևները մի փոքր կրծված էին, բայց կենթանի։ Մտածում էի, թե որքան արագ է ամեն ինչ շրջվում։ 3 օր առաջ ես քայլում էի փողոցով ինչպես ստվեր, կեղտոտ պայուսակով ձեռքիս, եւ թվում էր, թե ընկնում եմ դատարկության մեջ։ Գրեթե վստահ էի, որ կմնամ մենակ, որ մեծացրել եմ հրեշներ եւ ոչ երեխաներ։ Այսօր գիտեի մի քիչ ավելին։ Գիտեի, որ իմ երեխաներից երկուսը իսկապես այնպիսիք չեն, ինչպիսիք ուզում էի տեսնել, բայց նրանք չեն ընկել երկնքից։ Ես էլ եմ մասնակցել դրան, եւ հիմա նրանք ունեն շանս։ Առնվազն մի փոքր մաքրելու այն, ինչ մենք միասին ենք ստեղծել։ Գիտեի, որ իմ երրորդ երեխան, ում միշտ ցածր էի դասել մյուսներից, պարզվեց ամենակայունը։ Ոչ թե ավելի շատ է վաստակում կամ ավելի լավ է կազմակերպված, այլ որ երբ ամեն ինչ փլուկվեց, նա չշրջվեց։ Եվ գիտեի, որ կողքին կա կին, ում վրա ես ոչ մի դրամ չէի դրել։ Նա առաջինը ծածկեց ինձ վերմակով եւ դրեց ապուրի ափսե։ Եվս մեկ անգամ հստակ տեսա, որ այդ միլիարդները, որոնք կուտակել եմ, ընդամենը գործիք են։ Նրանք չեն գնում բաց դռներ, երբ քեզ տեղ չկա գնալու։ Նրանք չեն գնում зерքեր, որոնք պահում են քեզ, երբ դու փլվում ես։ Նրանք չեն գնում պարզ մնա։ Սա էլ քո տունն է, ասված առանց հաշվարկի։ Սա ամեն ինչ կարելի է ստանալ միայն սրտից։ Եվ դա կամ կա, կամ չկա։ Անի եւ Արթուրի մոտ դեռ ավելի շատ սովորություն է, չափել եւ գնահատել։ Գուցե թերապիան եւ գիշերօթիկները մի փոքր սառեցնեն դա, գուցե ոչ։ Ես չեմ պատրաստվում օգնել նրանց փողով, բայց խոսակցության դուռը թողնում եմ բաց։ Այս անգամ արդեն իմ բարի կամքով եւ ոչ թե մեղքի զգացումից։ Ինձ մոտ կան Դավիթը եւ Նարեն։ Կա տուն, որը հիմա իրենցն է, բայց որտեղ ինձ միշտ սպասում են։ Կա տաքթեյ հին բաժակում եւ վերմակ, որը հյուսել է ինչ-որ տատիկ 20 տարի առաջ։ Կան շանսեր խոսակցությունների, նոր ընթրիքների, ընտանեկան լուսանկարների, որտեղ մենք չենք կանգնում տարբեր անկյուններում, ինչպես օտարներ, այլ նստած ենք մեկ սեղանի շուրջ։ Սա հեքիաթ չէ happy end-ով, սա պարզապես կյանք է, որում ես վերջապես դադարեցի գնել սերը եւ սկսեցի ճանաչել այն։ Եվ եթե ինչ-որ պահի նորից վախենամ մենակ մնալուց, ես կհիշեմ ոչ թե իմ հաշվետվությունները եւ ոչ հաշիվների գումարը, այլ այն երեկոն, երբ կանգնած էի համեստ տան դռան տակ, կեղտոտ սառած եւ լսեցի պարզ. մտիր մամ, մենք ընտանիք ենք։ Հենց սրանից է եւ ոչ 3.5 միլիարդից սկսվում է իմ նոր սկիզբը։ Շնորհակալություն, որ լսեցիք այս պատմությունը մինչև վերջ։ Գրեք մեկնաբանություններում քանի տարեկան եք եւ որտեղից եք։ Մեզ կարեւոր է իմանալ ով է մեզ դիտում։ Դրեք լայք եւ բաժանորդագրվեք ալիքին։ Արխիվում էլ ավելի շատ իրական պատմություններ կյանքից։